Բարև ձեզ, այսօր հերթական չորեքշաբթին է և մենք շարունակում ենք բարձունքի կողմից հանրահռչակված գաղափարական բովանդակային քարտեզի բացահայտմանն ուղղված «Ինչպիսի երկիր» հանդիպումների շարքը։ Այսօր «Առողջ երկիր» խորագրի ներքո հյուրընկալում ենք բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանին։ Կանդրադառնանք հետևյալ թեմաներին՝ բնակլիմայական պայմանների և հանրային առողջության փոխկապակցվածությունը, ինչպես են կլիմայական փոփոխություններն ազդում Հայաստանի բնակչության առողջական վիճակի վրա, ինչ նոր մարտահրավերներ են առաջացել վերջին տարիներին և ինչպիսի լուծումներ են անհրաժեշտ, համայնքային և պետական մակարդակներում ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել առողջ միջավայր ապահովելու համար։ Հետագայում կունենանք նաև հարց ու պատասխանի հնարավորություն դահլիճի հետ։ Խնդրեմ, Տիկին Վարդանյան։ Սովորաբար իմ բոլոր այս հանդիպումների ժամանակ առաջի սլայդը, որից ես սկսում եմ, դա արցախյան տնջրին է։ Հենց նպատակ ունենալով ներկայացնելու և ցուցադրելու, որ դեռ 2000 տարի առաջ Արցախում կար դեկորատիվ ծառերի տունկի մշակույթ, այսինքն տնկել այնպիսի ծառատեսակ, որը չի տալիս միրգ, այսինքն մենք չունենք որևիցե սպասելիք, բացառությամբ միջավայրը ձևավորելու և պայմաններ ստեղծելու հանգիստը վայելելու այս ծառի տակ։ Այս ծառը Խորհրդային Միության տարիներին համարվում էր ԽՍՀՄ ամենատարեց ծառերից մեկը և դեռ ռուս թագավորի ժամանակներից ուներ հատուկ թոշակ և վճարվում էր այդ ծառը իր արժեքին համապատասխան պահպանելու համար և տարիքը մոտավորապես 2030 տարի է։ Ես իմ հիմնական Իմ հիմնական շեշտվածությունը բոլոր ուրեմն հանդիպումների ընթացքում կայանում է նրանում, որ վերջում դուք պարզ պատկերացնեք, որ երբ որ մենք խոսում ենք միջավայրի կանաչապատման մասին, երբ որ մենք խոսում ենք բնության մասին, առավել ևս երբ որ մենք խոսում ենք քաղաքում բնության մասին, մենք խոսում ենք բացարձակապես առողջության մասին, որովհետև եթե մենք ձևավորում ենք ինչ-որ միջավայր, ճարտարապետները ստեղծում են ինչ-որ մի միջավայր, որում բացակայում է բնությունը, դա արհեստական միջավայր է, որտեղ մարդը ապրել չի կարող, որովհետև բնության մեջ այդպիսի միջավայր, ինչպիսին քաղաք, առհասարակ գոյություն չունի և դա մարդու կողմից ստեղծված միջավայր է։ Երբ որ մենք խոսում ենք ծառերի մասին, երբ որ մենք խոսում ենք բնության մասին, այդ ձեզ հարցնեմ, առաջին հանդիպումը ձեր բնության հետ երբ է տեղի ունեցել ըստ ձեզ։ Երեխա ժամանակ են, երբ երեխա ժամանակ դուրս ես գալի, թե ձեզ հանում են։ Առաջին անգամ մարդը բնության հետ առերեսվում է արդեն իր կյանքում, երբ որ մայրը առաջին անգամ սայլակով երեխային հանում է դուրս և բնականաբար ման է գալի մի ծառ, որի ստվերում երեխան պետք է հանգստանա։ Այսինքն մենք բնազդաբար գիտենք, որ դա է առողջը և դա է ճիշտը, բայց փաստացի մեր ամբողջ կյանքի ընթացքում մենք գնում ենք մանկապարտեզ, մենք ծառերի հետ ենք, որովհետև մանկական տարածքի հիգիենիկ ստանդարտով մանկական տարածքի 50%-ը պետք է կանաչապատված լինի և մանկապարտեզում, և դպրոցում, հետագայում կասեմ ինչի համար։ Մենք սիրահարվում ենք, մենք էլի ծառերի շուրջն ենք, մենք ամուսնանում ենք, էլի ծառեր ենք գնում դեպի այգի, տարեց ենք, էլի կանաչ տարածք ենք ուզում և նույնիսկ մեր վերջին հանգրվանում մենք մեր հարազատի համար ուզում ենք, որ անպայման կանաչ ինչ-որ մի բան լինի այնտեղ, որտեղ որ գերեզման, նույնիսկ այստեղ հայերը գոնե մի հատ տույա իրանց սիրած անպայման գոնե այստեղ պետք է դնեն։ Այն նկարը իմ ամենասիրած նկարներից մեկն է, որովհետև շատ պարզ ցույց է տալի մեր փոխկապակցվածությունը բնության հետ, ինչպես մայրական կաթը երեխայի ամբողջ մարդու ամբողջ կյանքի առողջությունն է ապահովում և արմատները մայրական կաթում են առողջության, նույն ամբողջությամբ նույնը կրկնվում է բնության հետ։ Ինչքան մեր կապը բնության հետ լինի շատ, այդքան մենք լինելու ենք ավելի առողջ, ինչքան մենք գնանք դեպի ջունգլիների միջավայր, քայլերի
քարե ջունգլիների միջավայր, օրինակ հյուսիսային պողոտա, եւ այն իրավիճակը Երևանում, որը որ այսօր տիրում է, դա անառողջ միջավայր է, որը բացի խնդիրներից մարդու համար ոչինչ առաջացնել չի կարող։ Սա իմ կողմից ես եմ այս էմբլեման ստեղծել եւ իմ բոլոր եւ մենագրության եւ բոլոր պրեզենտացիաներում միշտ լինում է, որովհետեւ կա այսպիսի մի բան, որ բժիշկը բուժում է, բայց ապակինում է բնությունը։ Այսինքն, եթե բժշկության այս խորհրդանիշ օծը բաժակով, եթե նրա շուրջ չկա բնությունը, մենք մենակ անզոր ենք կարգավորելու։ Եվ այս բնության դերը քաղաքային միջավայրում դա իհարկե քաղաքային կանաչապատումն է եւ ենթակառուցվածքի կանաչ։ Հիմնական նպատակը դա միջավայրը, առողջ միջավայր ձևավորելն է եւ բնակչության առողջության ապահովումը։ Եվ կա այսպիսի մի բան, որ եթե քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները 20%-ից ավելի ցածր են, բնակչության շրջանում սկսվում են խնդիրներ, որոնք պայմանավորված են կամ ուրեմն տոքսիններով, որոնք որ կան միջավայրում, դա արտանետումներ եւ այլ ուրեմն խնդիրներ եւ իհարկե թթվասնային քաղցի խնդիրները, որոնք պայմանավորված են ինքնին հենց կանաչ տարածքներով։ Ես փորձել եմ նկարով ցույց տամ մեր Երևանը ինչպես է փոխվել ընդամենը 100 տարվա պատմության մեջ, որովհետեւ 100 տարին պատմական բանով որ նայում ենք, դա շատ փոքր ժամանակահատված է, եւ երբ որ մենք համեմատում ենք, ահռելի իհարկե տարբերություն կա, չէ, եւ մենք Երևանը այսօր վերածում ենք քարե ջունգլիների եւ մենք ցավոք սրտի չենք կանգնում եւ ամեն ազատ քառակուսի մետրին էլի նորից մենք վեր ենք խոյացնում ինչ որ շենքեր։ Ես Ռուսաստանի Դաշնությունում մի կոնֆերանսի էի մասնակցում, որի ընթացքում մարդիկ, որոնք որ եկել էին Հայաստանում ապրել են եւ նորից վերադարձել են իրանց մոտ, իրանք ինձ ասին, մենք երբ որ նայում ենք ձեր քաղաքում այդ վեր խոհացող այդ պատկերներին, մեզ հիշեցնում է դա, որ դուք սիրում եք լեռներ, դուք դայել եք արհեստականորեն այդ միջավայրը ձեր գիտակցության մեջ, ճարտարապետներն էին, ձեր գիտակցության մեջ էլի նորից փորձում եք վերարտադրել այդ լեռները, ինձ թվում է դա վատ տարբերակն է, որ մենք ուզում ենք, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Սա գլխավոր հատակագծից է Երևանի, եւ երբ որ էլի նորից համեմատականի մեջ նայում ենք, մեր քաղաքը փոխվել է այնց, որ 20 անգամ մեծացել է ինքնին քաղաքը եւ 36 անգամ մեծացել է Երևանի բնակչությունը։ Այստեղ Երևանի առաջին կանաչ գոտիներն են, 100 տարի առաջ Երևանը ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ, այսինքն տենց այգիներ, որտեղ մարդիկ գնում էին, հանգստանում էին, որպես որ այսօրվա գիտակցականի մեջ մենք ունեցել ենք շատ քիչ, ընդամենը 14 հեկտար այգիներ ենք ունեցել, մեծ զարթոնք իհարկե եղել է այգեշինության այս բանի մեջ, գաղափարի մեջ, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ, բնակչության համար հանգստի ռեկրեացիոն գոտիների ստեղծումը խորհրդային իհարկե տարիներին, որի ընթացքում ստեղծվել են Երևանի հիմնական խոշոր այգիները, եւ Բուսաբանական այգին, Մանկական երկաթուղին, Հաղթանակ զբոսայգին, ցավոք սրտի, որին էլ որ նայում ենք այս նկարների վրա պատկերված է, այսօր նրանք գտնվում են շատ տխուր վիճակում եւ շատ լուրջ աշխատանքների կարիք կա, եւ ես ամեն անգամ, երբ որ այս նկարները հին Երևանի նայում եմ, մանավանդ Նաբովյան փողոցի, երբ որ նայում ես նկարին, ամբողջությամբ օդ է, ամբողջությամբ միջավայր է, տեսադաշտ է, այսինքն այն ինչից իրականում այսօր մենք զրկված ենք, որովհետեւ միջավայրում այնքան ավելորդ բաներ կա, որ քո հայացքը անընդհատ ընդհատվում է, իսկ դա հիգիենիկ տեսանկյունից մարդու համար բացարձակապես դրական չի։ Եվ ուղղակի բերել եմ ինչպես է ավելացել մեր կանաչ գոտիները այդ նույն 100 տարվա ընթացքում, վերջին տվյալը, սկզբից մենք ընդամենը 1-2% ունեինք քաղաքի ընդհանուրի հետ համեմատած, 71 թվականին մենք արդեն 17% քաղաքի ծածկույթ ունեինք, ցավոք սրտի 24 թվականին մենք ունենք ընդամենը 4% ծածկույթ քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մասին է խոսքը, թեպետ ես արդեն ասացի, որ նորմատիվային ցուցանիշը 20% է։ Այսինքն մենք Երևանում ունենք 5 անգամ ավելի պակաս ծածկույթ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների, իսկ ես արդեն ասացի, դա ինչ խնդիրներ է առաջացնում բնակչության մոտ։ Եվ սրանով պայմանավորված բազմիցս եմ ասել, որ Երևանում ոչ թե ծառերի խորը էդ, ծառերի փոխարինման ծրագրեր, Երևանում պետք է իրականացնել ծառերի հատման մորատորի։ Այսինքն մենք դադարեցնենք որևիցե ծառահատումներ, բացառությամբ վթարային վիճակում ծառատեսակները, որովհետև մենք ունենք խնդիր բնակչության շնչառության համար ապահովելու։
Մի քանի տարի առաջ Անգլիայում տնտեսական ֆորումում բարձրաձայնեցին տնտեսագետները այս թվերը, որ 1 ֆունտը, որը որներ են դնում կանաչապատման մեջ, պետությանը վերադարձնում է 7 ֆունտ։ Եվ դա ծախսերն են, որոնք որ չեն կատարվում հիմնականում առողջապահական ծառայության մեջ, որովհետև եթե երկարաժամկետ ուրեմն պերսպեկտիվայով մենք նայում ենք, սա առողջության ինքնին պահպանումն է, դրա համար Միացյալ Նահանգներում կանաչապատման ծառայությունը համարվում է առողջապահական ծառայության կազմի մեջ մտնող մի խնդիր, ես թվային տվյալներով էլ կբերեմ, թե ինչ տնտեսումներ է անում Միացյալ Նահանգները։ Եվ կանաչապատման համակարգը ինքը տարբեր մոդելներ կարան լինեն սեպեր, կարան լինեն օղեր, որը որ մեր տարբերակում օրինակ Թամանյանն ընտրել էր այդ օղերի տարբերակը, եւ հետաքրքիր մի բան կա, որ եթե 10%-ով ավելանում է կանաչ ծածկույթը, հանրային առողջության տեսանկյունից դա դիտարկվում է այնպես, որ ընդհանուր բնակչությունը երիտասարդացել է 5 տարով։ Եվ կանաչապատման նաև էֆեկտները թույլ են տալիս տնտեսել, տեսեք 60-70 միլիոն դոլար, որը չի ծախսվում առողջապահական ծառայություններին, մոտ 6 միլիոն, որը չի ծախսվում այդ հեղեղատարերի, Երևանում մի հատ անձրև է գալիս, եւ մենք ընկնում ենք շատ լուրջ խնդիրների մեջ, պայմանավորված նաև նրանով, որ մենք այս տարիների ընթացքում այն մակերեսները, որոնք որ ջրաթափանց են, այդ բոլոր մակերեսները վերածում ենք կարծր մակերեսների, որոնք չեն կլանում այդ ջուրը, ծառերը հանում ենք, դրա փոխարեն նորից շենքեր ենք անում, այսինքն մի հատվածի մասին եմ ընդհանրապես խոսում խնդիրների, որոնք որ կան ելնելով այս նաև խնդրով պայմանավորված եւ իհարկե սոցիալական միջոցառումների կազմակերպման առումով, որովհետեւ այս էլ շատ աշխարհում ընդունված է, որ այն տարածքները, որոնք որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ են, այստեղ նաև կա շատ բարձր սոցիալական ակտիվություն։ Եթե մենք հանրային առողջապահության տեսանկյունից եւս դիտարկենք շրջակա միջավայրի ազդեցությունը մեր առողջության վրա մոտավորապես 20% է, դա բավական մեծ բաժին է համարվում եւ նաև մի քանի բան կասեմ, արդեն Երևանում տեղի ունեցած խնդիրներով պայմանավորված, մենք հարավային քաղաք ենք եւ Երևանում կանաչապատման գործողությունները իրականացնելու որպես գործիք առողջապահական, մենք պետք է լուծենք այն խնդիրները, որոնք որ բնորոշ են հարավային քաղաքին, այսինքն մենք պետք է անենք ամենը, ինչ ուղղված է ջերմային ստրեսի նվազեցմանը, որովհետեւ ջերմային ստրեսը առաջացնում է ջրազրկում, ջրազրկումը բերելու է արյան մածուծիկության ավելացմանը, բերելու է տրոմբոցիտների իրար ուրեմն կպնելու խնդրի առաջացմանը եւ այսինքն ավելանալու են ինսուլտների, ինֆարկտների թվերը եւ այսինքն մածուծիկությունը ավելացավ սրտանոթային համակարգի վրա, դա հավելյալ ծանրաբեռնվածություն է։ Մենք այստեղ ունենք մակերեսների տաքացման խնդիրը, ասֆալտի տաքացման խնդիրը, որի հետևանքով առաջանում է գուդրոն, որը քաղցկեղածի նյութ է եւ բացի սրանից նաեւ շատ մեծ նշանակություն ունի իհարկե ուլտրամանուշակագույն ճառագայթների շատ բարձր ինտենսիվությունը Երևան քաղաքում, իսկ ճառագայթները այդ նաև քաղցկեղածին ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վրա։ Եվ բացի սրանից, եթե մենք միջավայրը դիտարկենք, միջավայրում չկա ինչ-որ մի գործոն, որի վրա չի ազդում կանաչապատումը։ Իջացնում է ջերմաստիճանը, ավելացնում է խոնավությունը, իջացնում է քամու արագությունը, իսկ մարդու առողջության վրա ուղղակի ունի կոնկրետ ազդեցություն, թե ֆիզիկական առողջության, թե հոգեկան ուրեմն առողջության։ Եվ վերջին 30 տարիների ընթացքում մեր ամբիոնում է կատարվել դոկտորական աշխատանք, որը ապացուցեց, որ Երևանում ավելացել են ջերմային ալիքները ինչպես տևողությամբ, այնպես էլ հաճախականությամբ, այսինքն այդ օրերը համ ավելի հաճախակ են, համ ժամանակով ավելի տևական, այսինքն մեր գործողությունները այս ոլորտում ավելի շեշտադրված պետք է լինեն, որովհետև սա ուղղակիորեն անդրադարձ ունի բնակչության առողջության վրա։ Եվ նաև ցավոք սրտի ավելացել է մահացությունը չարորակ նորագոյացություններից եւ նաև հիվանդացությունը չարորակ նորագոյացություններով 60%-ից ավել, իսկ դա ահռելի մեծ ուրեմն ցուցանիշ է եւ նաեւ էլի նորից մեր համալսարանում իրականացված դոկտորական աշխատանքներից մեկը ապացուցեց, որ մեր մոտ տարածվածությունը հիվանդությունների, որոնք ունեն կախվածություն, այսինքն շրջակա միջավայրով են պայմանավորված, նաեւ այս հիվանդությունների թվականակով մենք աճ ունենք եւ ցավոք սրտի աճ ունենք նաեւ մանկական ազգաբնակչության մոտ հիվանդությունների տարածման հետ կապված։ Ամենամեծ խնդիրը եւ Երևանի համար բնորոշ, ճիշտն ասած, այդ խնդիրը բնորոշ է Երևանի համար եղել միշտ եւ այն ժամանակ, երբ որ նախորդ դարում սկսեցին կանաչապատման գործընթացները իրականանալ,
կարողանալ քաղաքի փոշու բարձր մակարդակը եւ այն ժամանակ, երբ որ ծառատեսակների ընտրությունը արել են, հիմնական ուրեմն բանը պահանջարկը, այսինքն էկոծառայության պահանջարկը, որովհետեւ արդեն նշեցի, որ կանաչապատումը դա տնտեսական գործիք է, որով մենք պետք է կարգավորենք միջավայրը, այսինքն ինչ խնդիր ենք ուզում լուծենք, արևի ճառագայթներից նվազեցում, ջերմային սթրեսի իջեցում, փոշու հետ կապված խնդիրներ, խոնավության եւ այլն, տարբեր քաղաքներ տարբեր պահանջներ ունեն։ Եվ Երևանի պահանջներից մեկը հիմնական եղել է փոշին, դրա համար ընտրել են թեղի ծառատեսակը, որովհետև թեղի մանրատերևը, որի հետևից հիմա այսպես ակտիվ ընկած է եւ բոլոր փողոցներում ուզում են հատեն, այդ ծառատեսակը բոլոր ծառատեսակների մեջ տարբերվում է շատ մեծ փոշի նստեցնող ունակությամբ, որովհետև տերևի մակերեսը ունի զոլեր եւ այդ զոլերում միավոր զանգվածով նստում է ավելի մեծ քանակի փոշի, քան թե մնացած ծառատեսակների հետ համեմատած։ Եվ դրա համար այդ ծառատեսակն են ընտրել եւ շատ չորադիմացկուն է եւ նաեւ մեր ռեգիոնի համար ինքը աբորիգեն է, ինքը հենց մեր ռեգիոնի բույսերից է հանդիսանում։ Ցավոք սրտի, երբ որ մենք օդի աղտոտվածության մասին խոսում ենք, մարդկանց մոտ տպավորությունն է, որ այդ խնդիրը մենակ Երևանի համար բնորոշ է, բայց իրականում, եթե մենք երկրագնդի մասշտաբով տանենք, 90%-ը քաղաքների եւ 92%-ը բնակչության չի շնչում այն օդը, որը առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խրախուսում է եւ այն ստանդարտը, որին պետքա ձգտենք հասնելու համար։ Եվ վերջին տարիներին մի շատ հետաքրքիր աշխատանք արվեց եւ սա հիմա որպես օրենք ուրեմն աշխատում է, կոչվում է 33300-ի օրենքը, այսինքն քո պատուհանից դու պետք է տեսնես 3 ծառ 3 ծառի սաղարդ, 30% ծածկվածություն պետք է լինի կանաչ սաղարդի ծառերի եւ 300 մետր հեռավորություն պետք է լինի ամենաառաջի կանաչ գոտին, որտեղ որ դու կարող ես քայլքով հասնել, այսինքն շատ հասանելի պետք է լինի եւ կոവിഡ്ի ժամանակ սա շատ པարզ երևաց, երբ որ այն մարդիկ, որոնք որ ունեին քայլքով հասանելիություն դեպի կանաչ գոտի կամ ապրում էին սեփական տան բակում, իրանք անհամեմատ ավելի թեթև տարան այդ խնդրեմը, որովհետեւ իրանք ունեին հնարավորություն բնության հետ շփվելու, իսկ բնությունը դա ինքնին առողջությունն է։ Աշխարհում 7 միլիոն մարդ տարեկան մահանում է օդի աղտոտվածության խնդիրներով պայմանավորված։ Այսինքն սա համաշխարհային հանրային առողջապահության խնդիր է եւ իհարկե եթե մեծերի համար օդի աղտոտվածությունը դա խնդիր է, փոքրիկների համար սա անհամեմատ ավելի մեծ խնդիր է, որովհետեւ երեխաների մոտ դեռ ձևավորված չեն պաշտպանական մեխանիզմները եւ երեխաների նյութափոխանակությունը ակտիվ է, իրանք ավելի շատ են շնչառական ակտիվությունը ավելի բարձր է, այսինքն ավելի մեծ չափաբաժին են ստանում այդ փոշեմասնիկների եւ իհարկե շատ վտանգավոր է հղի կանանց համար պտղի աղտահարվելու առումով եւ որոնք են վտանգները, դա երեխաների մոտ տարբեր ռեսպիրատոր հիվանդությունների արտահայտվածությունն է, սկսած մանկական քաղցկեղ ընդհուպ միջև փոքր քաշ ծնվելու ժամանակ վարքագծային տարբեր առանձնաներ խախտումներ երեխաների մոտ ամենը պայմանավորված օդի աղտոտվածությամբ։ Եթե մահացության վերլուծություն անենք, ապա կստացվի, որ սա համաշխարհային առողջապահության ուրեմն կազմակերպության տվյալներն են, որ հավելյալ դեպքերը թոքի քաղցկեղի մոտ 1/3-ը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ, ինսուլտների, ինֆարկտների 40%-ը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ եւ 43%-ը շնչառական համթոքի հիվանդությունների պայմանավորված է էլինորից օդի աղտոտվածությամբ։ Եւ շատ մեծ դեր կոവിഡ്ը իհարկե շատ ծանր վարակ էր եւ մեծ խնդիր էր հանրային առողջապահության, բայց կոവിഡ്ը շատ մեծ նաեւ քայլ էր գիտական աշխարհին շատ բան վերլուծելու եւ բացահայտելու համար եւ ապացուցվեց կոവിഡ്ից հետո արդեն կատարված գիտական աշխատանքները ցույց տվեցին, որ ամենածանր դեպքերը հիվանդության եւ մահացության ամենաբարձր ցուցանիշները եղել են այն տարածաշրջաններում, որտեղ որ օդի ավազանը աղտոտված է, որովհետեւ փոշին ինքնին նպաստում էր վիրուսի տարածմանը մեկ եւ որովհետեւ մարդիկ, որոնք որ ապրում են այն տարածքներում, որտեղ աղտոտված է օդը, իրանց մոտ ավելի բարձր է զգայունությունը, որովհետեւ կա արդեն տեղային թոքային հյուսվածքի աղտահարում։ Նույն գրաֆիկի վրա պատկերված PM2.5 մասնիկներով պայմանավորված, որոնց մասին մենք շատ խոսում ենք, լսում ենք եւ այսօր փառք Աստծո արդեն Երևանում էլ սկսեցին դրա մասին խոսել։ Մենք երբ որ բարձրաձայնում ենք, մեր քաղաքապետը ասում էր, որ օդի աղտոտվածությունը դա լեգենդ է, այդպիսի խնդիր Երևանում չկա։ Փառք Աստծո, արդեն այնքան խոսեցին, երևի ինքն էլ հասկացավ, որ չէ, այդ խնդիրը կա եւ Երևանի համար ձեռք բերեցին ավելի շուտ շինարարական կազմակերպությունները, ովքեր որ մեծ լայնածավալ շինարարություն են անում, իրենց
իրենց շին հրապարակներում պարտավորվեցին, որ պետքա գործիքներ դնեն, որոնք որ չափում են հենց PM2.5 մասնիկները, բայց PM2.5 մասնիկների, որոնք ամենավտանգավորն են, որովհետև սրանք ամենափոքր չափը ունեն եւ ցավոք սրտի էվոլյուցիայի ընթացքում մենք չենք ձեռք բերել մեխանիզմներ, որոնք որ մեզ պաշտպանում են այս չափի ուրեմն մասնիկներից։ Եվ լավագույն տարբերակը այս մասնիկների դեմ պայքարելու դա կրկին կանաչապատումն է եւ այստեղ շատ կարեւոր է որ մենք հասկանանք որ ոչ թե ուղղակի ծառատունք ծրագիրն է կարևոր եւ լավ, այլ մենք պետք է հասկանանք ինչ ծառատեսակներ ենք դնում, ինչ շարով ենք դնում այդ ծառերը, այսինքն ոնց ենք միջավայրը ձևավորում, որ մենք կարողանանք ստանանք ի վերջո այն արդյունքը, որը մենք ակնկալում ենք, որովհետեւ այսօր բնականաբար գետնի վրա մակերեսները բիզնեսը տանելու է, ի վնաս ազատ տարածքների, ի վնաս հեռանկարում կանաչապատվող տարածքների եւ մենք պետք է հասկանանք, որ մենք տնկելուց պետք է տնկենք այնպիսի ծառատեսակ, որը այս ֆունկցիոնալությամբ ամենաբարձրն է, այլ ոչ թե մենք ինչ որ մի բան դնենք ծառատունք ծրագիր իրականացնելու համար եւ ուղղակի բաներ զեկույցներ անելու, թե մենք ինչ ենք արել։ Սա կանաչապատման առումով ֆունկցիոնալության մասով ես հենց Երևանում տնկված նաև բույսերն են, որոնք թվային տվյալներով ցույց են տալի, թե քանի գրամ փոշի է կլանում եւ տեսեք, ամենաբարձրը դա ղարաղաճն է, հենց այն ծառատեսակը, որի դեմ այսօր պայքարն է գնում, սա գիտական աշխատանք է, դոկտորական աշխատանքից մի հատված է, շատ մեծ նաև փոշեկը նստեցնող հատկանիշներով օժտված է մեր սոսին, որը Երևանում Մաշտոցի պողոտայում եք դուք տեսնում եք ծառը, նաև թթենին եւ Երևանում շատ մեծ պայքար գնում թթենու նկատմամբ, որտեղ տեսնում են թթենին հատում են եւ ասում են, որովհետեւ աղտոտում է, երբ որ ես գնացել էի Իրան, Իրանում դա ամենատարածված ծառատեսակներից մեկն է, նաեւ փողոցների կանաչապատման համար եւ երբ որ այնտեղ կանաչապատման այդ ամբողջ ստրուկտուրան ղեկավարում է գիտությունների դոկտոր եւ երբ որ մենք քննարկում էինք միասին, ես հարցրեցի ձեր բնակիչները այդ հարցը չեն տալիս, ձեզ չեն անհանգստացնում քաղաքային իշխանությանը, որ աղտոտում է, թափվում է, նա ժպտաց նայեց եւ ասաց գիտեք տիկին, մեր բույսերը 365 օր աշխատում են բնակչության համար, իրանք մեկ ամիս պետք է աշխատեն թռչունների համար, այսինքն սա կենսաբազմազանությանը պաշտպանելու համար սննդային բազա է եւ նրանք ընդունում են, որ դա պետք է լինի, ես էլ չեմ ասում, որ թթենին որպես տարածաշրջանի բույս էկոծառայություններով ամենաբարձր մակարդակի վրա է, շատ չորադիմացկուն է, դուք կարող եք բացարձակապես չոռոքել, այդ բույսը գրեթե չի հիվանդանում, որովհետև շատ կայուն է տարբեր վարակների նկատմամբ, ստվերային ծածկ ապահովելու պարագայում շատ ցածր ջերմաստիճան է, ուրեմն բանի տակ, թթենու տակ, քիչ հետո ես նկարի վրա ցույց կտամ, եւ այսինքն ուզում եմ ասեմ, որ մենք պետք է հասկանանք, որ ստեղ միայն գեղագիտական եւ մեր խնդիրները լուծող։ Ես կարծում եմ, որ մենք այդքան ոչ թե թթենու դեմ պետքա պայքարենք, այլ պետքա պայքարենք այն տղամարդկանց դեմ, որոնք որ ծխում են եւ ծխախոտի մնացորդը շպրտում են փողոցում։ Եվ դա լինում է տարին 12 ամիս։ Բայց մենք չենք զայրանում դրա վրա, ասում ենք եկեք կտրենք թթենին։ Թթենին կտրեցինք, տասնյակ ծառայություններից ինքներս մեզ զրկեցինք։ Այսինքն կրթելը պետք եւ շատ կարեւոր է։ Երևանի խնդիրներից մեկը իհարկե գերկառուցապատումն է եւ ամենասարսափելին, որ դա բան չի, հենց կենտրոն վարչական շրջանում ամենամեծ մասշտաբային եւ կենտրոն վարչական շրջանը հիգիենիկ տեսանկյունից եթե նայենք, ինքը բոլոր խնդիրները այստեղ կիզակետում են։ Այստեղ մենք ունենք ջերմային կղզիների հարցը, այստեղ մենք ունենք բարձր ջերմաստիճանը, այստեղ մենք ունենք լանջերից իջնող փոշին, որովհետեւ լանջերը այլևս կանաչապատ չեն եւ եթե կանաչապատման գործընթացների տեսանկյունից ենք մենք նայում, ոչ թե փողոցների կանաչապատումով հիմա պետք է զբաղվի քաղաքապետարանը, ինչի մասին ես անվերջ խոսում եմ, այլ պետք է զբաղվի լանջերի կանաչապատման վերականգնման գործընթացներով, որովհետև սա է Երևանի համար ամենակարևոր խնդիրը, որ մենք կարողանանք այդ կենտրոն վարչական շրջանը եւ вообще Երևանի համար բուֆերային որպես գոտիներ կարողանանք ապահովենք այստեղ գոնե այն փոքրիկ քանակը, որը որ կա, ցավոք սրտի ես ինքս Նորքում եմ ապրում եւ Նորքի անտառները այսօր կառուցապատվում են ամբողջությամբ այդտեղ բետոնային ուրեմն կառույցներ են խոյանում եւ ցավոք սրտի Երևանի պայմաններում արևմտյան լանջը ամենաանհաջողն է կառուցապատելու համար, որովհետեւ արևմուտք նայողը
ամենաշիկացնողն է լինելու։ Եվ եթե խորհրդային միության ժամանակ իրանք դա հասկանալով ամբողջությամբ այդ արևմուտք նայող լանջը կանաչապատել են եւ բույսերը չեն տաքանում, նրանց մոտ մեր նմանն է, ջերմաստիճանը չի բարձրանում, այլ նյութափոխանակությունն է ակտիվանում եւ գոլորշացումն է սկսում ակտիվանալ։ Մենք հիմա կառուցապատելով նորքը բերելու ենք նրան, որ քաղաքի կենտրոնը ավելի է տաքանալու եւ մենք ավելի ենք խորացնելու այն խնդիրները, որոնք որ մենք ի սկզբանե արդեն ունենք, այսինքն անում ենք ուղիղ հակառակը նրան, ինչ որ պետքա լինի։ Եվ եթե այն ժամանակ Թամանյանի ժամանակ օպերան պետքա լիներ ամենաբարձր շենքը, հիմա եթե նայենք օպերան մենք չենք էլ գտնի, մարդն էլ այսպես մոլորված այդ քարե ջունգլիներում հյուսիսային պողոտայի փնտրում է իր առողջությունը։ Քիչ առաջ ես երբ որ ծառատեսակների մասին ասեցի, երբ որ մենք կանաչապատում ենք հյուսիսային քաղաքը եւ հարավային քաղաքը, մենք տարբեր մոտեցումներ պետք է դրսևորենք, որովհետեւ հարավային քաղաքը եթե պետք է անընդհատ ծածկեն կանաչով, հյուսիսային քաղաքների պարագայում հակառակը իրանց նաեւ պետք է որ այդ ուլտրամանուշակագույն ճառագայթները հասանելի լինեն, որովհետեւ դա նաեւ մանրեազերծումն է, նաեւ վիտամին D-ն է եւ այլն եւ այլն։ Եվ եթե այնտեղ կարելի է ընդունել, որ լինեն այդ գնդաձև ֆորմաներով ծառերը փողոցներին զուգահեռ եւ իրանք նաեւ ձևավորում են այդ ձևով իրանք անում են հատուկ տենց մշակման ձև կա որը կոչվում է պոլարձինգ այդ երկրներում անում են իրանց մոտ դա կարելի է մեր մոտ դա չի կարելի որովհետեւ մեր ծառը ոչ սակուրան է ոչ էլ գնդաձև այդ ուրեմն ակացիաներն են որոնք որ վերջին տարիներին ողողեցին Երևանը մեր ծառը սոսին է մեր ծառը բանն է այդ թեղին է մեր ծառը կաղնին է մեր ծառը բանն է ճապոնական միտքս բան եղավ վերջո այն ծառերը համենայն դեպս որոնք որ ունեն շատ մեծ ուրեմն սաղարթ ինչի համար որովհետև ծառի սաղարթը ծառի բարձրությունը զուգահեռ պայմանավորված է ծառի բարձրությունով եւ սաղարթի լայնությունով մեր համար շատ կարեւոր է որ եթե մենք հիմա դիտարկենք օրինակ Մաշտոցի պողոտան մեծ պողոտա է չէ ինքը ոնց որ զարկերակ լուծված է սոսիներով երկու կողմից սոսիները ծածկում են համեն հատվածը որտեղ մարդը քայլում է ծածկում են շենքերի ֆասադը թույլ չեն տալիս որ տաքանա ծածկում են նաեւ այն մասը որը որ երթևեկելի է որովհետեւ վարորդների մասին էլ է պետք մտածել հուլիսին 40 աստիճան է եւ դա իրանց համար էլ է շատ մեծ խնդիր եւ վերջի հատվածում երբ որ դու գալիս եք բանի նախքին այդ բոս խանութի անկյունը այդտեղ մի հատ հուդայածառ աճում Եվ երբ որ Թումանյան փողոցում սկսեցին տնկել հուդայածառը, ինձ միշտ հարցնում են, ասում են, չէ՞ որ այդ ծառը գեղեցիկ է, բոլորս մենք շատ սիրում ենք, մենք բոլորս շատ սիրում ենք, ես ինքս էլ եմ շատ սիրում եւ շատ եմ տնկում իմ բոլոր աշխատանքներում, բայց մի բան է, որ դուք կանաչապատում եք փողոցի խնդիրները, որ պետք է լուծվեն, շատ տարբեր են այգու խնդիրներից, որ դուք պետք է լուծեք։ Տվյալ դեպքում այդ մեկ ծառը Մաշտոցի պողոտայում, երբ որ գարնանը մենք դեռ չունենք այդպիսի արևի ճառագայթներ, շոկ այդպեսի չկա, այդ ծառը ծաղկում է, մենք վայելում ենք այդ դեկորատիվ էֆեկտը։ Երբ որ գալիս է խնդիրը լուծելու ժամանակը, այդ խնդիրը լուծում են սոսիները, որոնք որ կան։ Եվ այդ ժամանակ հուդայածառի ստվերը սահմանափակվում ընդամենը ծառի այդ սաղարթով, այսինքն փոքրիկ մի հատ ստվեր է, բայց դա ոչ մի բանին չի խանգարում։ Բայց երբ որ մենք Թումանյան փողոցում ենք եւ ամբողջությամբ փողոցը լուծեցինք այդ ծառատեսակով, որը այգեպուրակային տարածքների կանաչապատման համար է, մենք հանեցինք թեղին, որը առաջին յարուսի ծառը համարվում, եւ նրա փոխարեն տնկեցինք ծառ, որը երրորդ յարուսի ծառը համարվում։ Այսինքն մենք այստեղ միանշանակ արդեն էկոծառայության մեջ ունենք խնդիր։ Եվ էլի մի բան, կարող է ծառը ունենալ նույն բարձրությունը եւ նույն սաղարթի լայնությունը, բայց սաղարթը ինքը լինի թափանցիկ կամ կոմպակտ։ Հիմա եթե կոմպակտ է սաղարթը, ինքը պահելու է արևի ճառագայթներից եւ թույլ չի տալու, որ ասֆալտի ջերմաստիճանը բարձրանա։ Իսկ եթե սաղարթը թափանցիկ է, այն վերևի նկարի նման, ջերմաստիճանը ասֆալտի լինելու է շատ անհամեմատ ավելի բարձր եւ այստեղ գիտական աշխատանքներով պայմանավորված ես ցույց եմ տալիս որ ալբիցիան որը որ տնկված է 57 աստիճան է ստվերում ջերմաստիճանը եթե լիներ կաղնի կլիներ ընդամենը 42 աստիճան եթե լիներ թթենի կլիներ 42 աստիճան բայց այդ տաքացած ասֆալտը դա մեզ է տաքացնում եւ մենք ունենալու ենք խնդիր եւ այստեղ ամեն անգամ մեզ ասում են այ մենք տնկեցին գնացեք տեսեք Մոսկովյանում էլ է տնկված սակուրա դրա համար ենք ընտրել սակուրան Թամանյանի արձանի դիմաց մենք տնկել ենք, ես նկարը արել եմ մոտավորապես 10 տարի առաջ են սակուրաները տնկել, բարձրությունը ընդամենը 3 մետր է։
տենց էլ մնալու է, չի մեծանալու եւ չի փոխվելու եւ կողքը նկարել եմ թեղին մի փոքր ավելի հեռավորության վրա նույն փողոցում դեպի Սարյան եւ սա արդեն առաջի յառուսի ծառը, որը լուծում է ամբողջությամբ խնդիրը եւ ծածկում է եւ երթևեկելի մասը եւ ծածկում է այն հատվածը, որով որ մարդիկ քայլում են, ինչը շատ կարեւոր է։ Պետք է հիշել նաեւ, որ կանաչապատումը նաեւ աղմուկի կլանման տեսանկյունից շատ մեծ կարևորություն ունի եւ աշխատանքներ գիտական, որոնք որ արվել են, ապացուցել են, որ նույնիսկ 5 դեցիբելի պարագայում մենք մահացության ցուցանիշը, այսինքն 5 դեցիբել ավելի շատ եւ ավելի ցածր, մենք 4%-ով մահացության ցուցանիշների տարբերություն ունենք եւ հետազոտությունը Լոնդոնում արված եւ հետազոտությանը մասնակցել են մոտավորապես 8-6 միլիոն մարդիկ եւ կախված է իհարկե շարից, թե դուք ոնց եք բույսերը շարելու, ոնց եք ապահովելու, որովհետեւ դուք կարող եք տնկեք այդ ծառը եւ ոչ մի էֆեկտ չստանաք իհարկե բացակայության հետ, եթե համեմատենք իհարկե լինելու է աղմուկի կլանում, բայց մենք ճիշտ պետք է շարը ուրեմն դնենք, որ ստանանք այն էֆեկտը, որը որ մենք ուրեմն ցանկանում ենք։ Եվ ի վերջո ինքնին բնությունը եւ մարդը եւ ինչպես է դա ազդում մեր առողջության վրա, ազդելու է մեր ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա, այսինքն դա թվային տվյալներ են, որոնք արտացոլում են մեր սրտի աշխատանքը, մեր ուղեղի ակտիվությունը, մեր անոթազարկը, մկանային լարվածությունը եւ ընդամենը 3-ից 5 րոպե հետո, երբ որ դուք կանաչ տարածքում եք գտնվում, անկախ նրանից դուք սիրում եք բնություն, դուք չեք սիրում բնություն, երբ որ դուք այդ միջավայրում եք, բնությունը արդեն ձեզ հետ աշխատում է եւ այս ցուցանիշները, որոնց մասին ես ասացի, արդեն փոփոխված են եւ իհարկե հոգեբանական ուրեմն ցուցանիշների փոփոխություն, դա կախված մեր հույզերի հետ, մենք ունենք դրական հույզեր եւ բացասական հույզեր եւ բնության հետ շփման հետևանքով մեր այդ դրական հույզերը հաճույք, հանգստություն եւ այլը նրանք գերակշռում են, ճնշելով այն ուրեմն հույզերը, որոնք վախն է, տագնապն է, տխրությունն է, զայրույթը եւ այլն։ Էլի նորից կովիդը ապացուցեց, որ ցավոք սրտի կովիդից հետո ինքնասպանությունների, ինքնավնասումների, դեպրեսիաների մակարդակը աշխարհում բարձրացավ, որովհետև երբ մարդու համար սարսափելի պատժամիջոցը դա նրան այդ սահմանափակումներն է, որը կովիդի ժամանակ այդ իզոլացիան ինքնին որպես երևույթ չէ, որ մենք երբ որ ուզում ենք մարդուն պատժենք, մենք իրան ուղարկում ենք քրեակատարողական համակարգ, իսկ քրեակատարողական համակարգում ամենածանր պատիժը դա միայնակ, երբ որ մարդուն առանձնացնում են եւ ինքը առանձին մենակ է այդ պատիժը կրում։ Եվ մարդկանց վրա շատ բացասաբար էր ազդել կովիդը եւ միակ ուրեմն ճանապարհը, որը առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ գիտական աշխարհը արդեն թվային տվյալներով ապացուցեց, դա հենց կանաչ գոտիների հետ շփումն է, դա կամ կանաչ ենթակառուցվածքի, այսինքն մարդու կողմից ստեղծված կանաչապատման այդ գործընթացները եւ իհարկե բնությունը, բնական անտառները, որոնք որ անհամեմատ ավելի դրական ազդեցություն ունեն, քան թե ձեռքով ուրեմն ձևավորածը։ Առողջապահական ցուցանիշների վրա ամենալավ ցուցանիշները, այսինքն հիվանդացության ցուցանիշների ամենացածր արտահայտվածությունը ըստ աշխատանքների, որոնք կատարվել են Չինաստանում եւ Հոլանդիայում բժիշկների կողմից 1 կիլոմետր շարավիղ խոշոր կանաչ զանգվածից։ Երևանում մենք այդպիսի հետազոտություններ չենք արել, հետաքրքիր է, կարելի է իհարկե նաեւ այդպիսի բան անել, տեսնել Երևանում ամենախոշոր կանաչ զանգվածների մոտ ապրելը բնակչության կողմից ինչպես է անդրադառնում։ Շատ հետաքրքիր մի հետազոտություն ճապոնացիները արեցին, նրանք ուրեմն ծախսեց պետությունը $10 միլիոն եւ իրանք իրականացրեցին անտառային լոգանքների մի մշակույթ ձևավորեցին, սա ինչ էր, սա ուղղորդված ճանապարհորդություն է դեպի անտառ, որի ընթացքում մասնագետի կողմից ուրեմն այնպես է արվում, որ դուք ֆիքսվեք ձեր բոլոր զգայարանների վրա, այսինքն ինչ եք զգում, ինչ հոտ եք զգում, ինչի վրայով եք քայլում, ինչ ձայներ եք լսում եւ այլն։ Եվ այդ համակցված ինֆորմացիան, որ գալիս է դեպի ուղեղ, նա ունի շատ դրական անդրադարձ ընդհանուր օրգանիզմի վրա եւ նրանք ցույց տվեցին, որ նույնիսկ լեյկոցիտար բանաձևն է փոխվում, մեր օրգանիզմում կան այնպիսի բջիջներ, սպիտակարյան բջիջները, որոնք որ որսում են ուրեմն օտարածին մարմինները եւ նրանք տվեցին թվային տվյալներով, որ նույնիսկ բաները սպիտակ ուրեմն բջիջները ավելանում են, այսինքն ազդում անմիջապես մեր առողջության վրա։ Կանաչ գոտիները ունեն անմիջական ազդեցություն նույնիսկ մեր
բնակչության կյանքի տևողության վրա եւ 20 թվականին կատարված գիտական աշխատանքը ցույց է տալիս, որ մահացության ցուցանիշները բնակչության մոտ էլի նորից կանաչ գոտիների մոտ ապրելու պարագայում իրանք ավելի ցածր են եւ այստեղ նաեւ այգիների փոխկապակցվածության հարցն է, որ փոխկապակցված, եթե մի քանի այգի իրար միացած են խոշոր կանաչ գոտիների մասին է խոսքը գնում, այդ ժամանակ ցուցանիշները բնակչության առողջության առումով ավելի դրական են եւ ամեն դեպքում ինչպես նաև եւ օդի աղտոտվածության հետ անդրադարձ առողջության վրա փոքրիկների համար շատ կարեւոր է կանաչապատման արկայությունը եւ մանկական հիմնարկների այդ կանաչապատման բարձր ցուցանիշները իրանք հաշվարկված են հենց գիտական աշխատանքներից ելնելով ցավոք սրտի վերջին տարիներին ամբողջ աշխարհում մենք ունենք երեխաների մոտ հիպերակտիվության համախտանիշը եւ ուշադրության դեֆիցիտի համախտանիշը դա զանգվածային է երեխաների մոտ չեն կարողանում պարզեն մանկաբույժները ինչով է պայմանավորված բայց շատ բարձր տարածվածություն ունի միգուցե եւ թվային տեխնոլոգիաներն են այս ամենում մեղավոր եւ գիտնականները ապացուցում են որ այն երեխաները որոնք սովորում են այնպիսի դպրոցներում եւ մանկական հիմնարկներում մանկապարտեզներում որոնք որ շրջապատված են խոշոր կանաչապատ տարածքներով եւ մեծ ծառերով այս երեխաների մոտ արտահայտվածությունը ավելի քիչ է շատ հետաքրքիր մի հետազոտություն էին արել սկանդինավ մեր գոլեգաները եւ նրանք ապացուցեցին, որ երեխաները, որոնք որ կանաչ տարածքներին զուգահեռ են մեծանում, ի տարբերություն ուրբանիզացիայի պայմաններում մեծացած երեխաների, նրանց մոտ հոգեկան շեղումների տարածվածությունը մեծ տարիքում 55%-ով ավելի ցածր է, քան թե այն երեխաները, որոնք որ ուրբանիզացիայի պայմաններում են մեծացել։ Այստեղ երկու շատ հետաքրքիր հետազոտություն է, երբ որ մամաները ասում են, վայ չէ, հողի հետ թող երեխան չխաղա, դա վտանգավոր է, վայ կկեղտոտվես, որ կլինի շատ վատ երկու հետաքրքիր հետազոտություն է, որը ապացուցում է ուղիղ հակառակը, որ երեխաները պետք է հողի հետ շփվեն եւ սա ունի դրական ազդեցություն, մեխանիզմներ ունենք օրգանիզմում գիտականի մեջ շատ չեմ ուզում խորանամ, բայց համենայն դեպս երեխաների առողջության վրա ունի խիստ ուրեմն դրական անդրադարձ եւ շատ կարեւոր է նաեւ տարեսների առողջությունը, որտեղ մեր համար առհասարակ պետությունը համարվում է հարգանքի արժանի, երբ որ այստեղ երեխաների եւ տարեսների նկատմամբ եւ կենդանիների իհարկե մենք ունենք համապատասխան վերաբերմունք եւ այսօր աշխարհում գիտահեն nature based activity, այսինքն գիտության վրա հիմնված ակտիվությունները շատ խրախուսվում են եւ տարեցների շրջանում մեծ ծրագրեր են իրականացվում կանաչապատման գործընթացների մեջ նրանց ներգրավելով եւ դա ապացուցում է որ մեծերի մոտ Ալցգեյմերի հիվանդության զարգացման բանին այլ նեյրոդեգեներացիաների ժամանակ ընթացքը հիվանդությունների անհամեմատ ավելի լավ է, երբ որ նրանք ունեն հասանելիություն դեպի կանաչ տարածք եւ առհասարակ այգեգործությունը ունի շատ մեծ դրական ազդեցություն առողջության վրա։ Այստեղ շատ հետաքրքիր էլի հետազոտությունները, որը ապացուցում էր, որ տարեսների փոխկապակցվածությունը կանաչ գոտիների հետ եւ նրանց կյանքի տևողության ցուցանիշների միջև փոխկապակցվածություն իհարկե դրականորեն արտահայտված։ Ուզում եմ ասել, որ կանաչապատման շատ եւ քիչ եւ առհասարակ որ պետք է կանաչապատել, դա ամբողջ աշխարհի խնդիրն է եւ այսօր նոր դարի կանաչապատումը ասում է հետեւյալը, ոչ թե կամ շինություններ կամ կանաչապատում, քանի որ տարածքները հորիզոնական քանի գնում են քչանում են, այլ մենք ասում ենք կանաչապատում շինությունների վրա, այսինքն բոլոր մակերեսները, որոնք կարող են օգտագործվել որպես կանաչ մակերեսներ, այդ կանաչապատումը, այդ ուրեմն մեթոդաբանությունը պետք է օգտագործել։ Սա Երևանում իմ կողմից արված աշխատանքների այն մեկը դա բաների ժուրնալիստների տան կողքն է եւ ներքևում մենք ունենք ավտոտնակ, այսինքն մենք ընդամենը 30 սանտիմետր հողային ծածկա, որի վրա փոքրիկ կանաչ պուրակ ենք հիմնել եւ այստեղ էլ մենք էլի նորից ուղղահայաց կանաչապատման միջոցով Սամոսն է, որը միացնում է բանը Հյուսային պողոտան եւ Աբովյան փողոցը։ Երկու կողմից էլի նորից գլիցինիայով տենց կանաչապատել ենք, որ փորձելու համար ինչ որ կանաչ, ինչ որ օազիս ստեղծել այնտեղ որտեղ որ նրա հնարավորությունը չկա։ Աշխարհում կոവിഡ്ից հետո մեծ ծրագրեր են իրականանում այնտեղ որտեղ որ գետերը փակել են, իսկ դա փակել են աշխարհում շատ տեղերում, ինչպես մենք գետառն ենք փակել, անում են հակառակը եւ արագընթաց մայրուղիները բացում են, այս նույն տարածքներն է։ Եվ բացում են գետը, վերադարձնում են, որովհետեւ կոവിഡ്ը ապացուցեց, որ ամենակարևորը բնակչության առողջությունն է։ Ցավոք սրտի մենք դեռ գետառը ուրեմն սենց սարսափելի վիճակում է, արագընթաց մայրուղի, ես կարծում եմ, որ երևի կգա մի օր եւ բնապահպանների, բժիշկների անվերջ այս խոսակցությունները, նաեւ ճարտարապետների, որոնք ասում են, որ պետք չի տենց ուրեմն միջամտություն կոպիտ քաղաքի կենսագործունեության մեջ
մեզ կվերադարձնեն մեր տարածքները։ Սա նույն կետերն են աշխարհում, մենք դեռ այն վերևի ճանապարհում ենք, մենք դեռ մտածում ենք, որ ավտոտրանսպորտին պետք է ստեղծել հնարավորություն, պետք է ստեղծել նոր ճանապարհներ, աշխարհում անում են ուղիղ հակառակը, խնդիրներ են ստեղծում վարորդների համար, որ վարորդները մեքենաները թույլ չեն տալի, որ քաղաքի կենտրոն մտնեն, այսինքն ամեն ձևով անում են այնպես, որ կանաչապատ տարածքներ լինեն, ինչքան հնարավոր է մարդիկ օգտվեն քայլքով ման գան, որտեղ դա էլ իր հերթին առողջապահական տեսանկյունից շատ կարևոր է։ Մի երկու բառ սիզամարգերի մասն եմ ուզում ասեմ նաև, որովհետև անդադ ասում են գազոններ արեք սիզամարգեր որ լինեն, աշխարհի լավագույն համալսարաններից մեկի կանաչ գոտին է, որ երբ որ մենք խոսում ենք սիզամարգերի մասին, միշտ ասում ենք Անգլիայի սիզամարգերը ոնց անենք, որ այդպես լինի, անգլիացիները ասում են պետք է 300 տարի, դուք իրան գրագետ խնամեք եւ հնձեք 300 տարի, նոր կունենաք այդ խալիները։ Հիմա իրանք իրանց խալիներից ձերբազատվում են, որովհետև կլիմայի փոփոխությունը բերում է ջերմաստիճանի բարձրացման եւ շատ մեծ ռեսուրսներ ապեր պահելու համար եւ նրանք որոշել են որ պետք է անեն այնպիսի ծածկեր, որոնք որ բնությանը ավելի մոտ լինեն, ավելի քիչ խնամք պահանջեն եւ այդ խուզելու, ջրելու եւ այլն գործընթացները մինիմալ լինեն։ Այս Ռոտերդամում միջնաշերտեր են, որոնք էլի նորից եղել են ժամանակին սիզամարգերը ամբողջությամբ փոխվում է։ Որ չստեղծի տպավորություն, որ ես տենց կանաչապատման մասին այդքան ասեցի ինքս կանաչապատման հետ, իսկ դուք ինչ առնչություն ունեք, ես մի քանի բան ուզում եմ ներկայացնել մեր մոտ Երևանում իրականացված աշխատանքներից։ Սա Երևանի պետական բժշկական համալսարանի համալսարանական հիվանդանոցն է, Հերացի Երևանի առաջին հիվանդանոցն է, որը կառուցվել է Երևան քաղաքում, եւ այն փոփոխություններն են, որոնք որ մենք Երևանում արեցինք, այն բույսերի տեսակներով, որոնք որ բնորոշ են Երևան քաղաքի համար եւ Երևանում իրանց զգում են արտակարգ ձևով։ Սա Մուրացան մանկական հիվանդանոցն է, մենք ցավոք սրտի Մուրացանով աշի հիվանդանոցը հիգիենիկ տեսանկյունից հիվանդանոցի տարածքի 60%-ը պետք է տրված լինի կանաչապատմանը։ Ես ուսումնասիրեցի 15 հիվանդանոց Երևան քաղաքի բազմապրոֆիլային, մենք ոչ մի հիվանդանոցում այդպիսի ցուցանիշներ չունենք, նույնիսկ մոտ ամենամեծ ցուցանիշը 52% էր, դա հենց այս առաջին հիվանդանոցի տարածքում էր։ Սա Մուրացան հիվանդանոցն է, մենք այստեղ ընդամենը 20%-ի հնարավորություն ունենք մանևրելու, եւ քանի որ հորիզոնական մակերես չունենք, մենք ուղղահայաց մակերեսները սկսեցինք կանաչապատել, տարբեր տեսակի բաներ ընտրեցինք, այստեղ ես խնդրել եմ ռեկտորին, որ եթե հնարավոր է այդ ցանկապատերը, որ ունենք, ավելի բարձր անեն, որ մենք կարողանանք բույսերի հետևի մասում այդ շերտը ստեղծենք, եւ այդպես էլ արեցինք, տարբեր տեսակի բույսեր տնկեցինք, եւ այսօր այստեղ արդեն հուդայածառեր են, տեսնում եք, ծաղկած գարնան վիճակում, նաեւ թփերը ներքևում, որ յառուսներ ապահովենք, իսկ բանի պատի մասը ուղղակի հիմա այստեղ գարուն է եւ չի երևում, ինքը տենց ամբողջությամբ ծածկած է սեզոնի ընթացքում։ Եվ երբ որ ես տեխնացուական աշխատանքս անում էի, նաև մի հատ փոքրիկ էքսպերիմենտ էին կարել երեխաների հետ, շաքարային դիաբետով հանրապետական կենտրոնն է նաև Մուրացան հիվանդանոցը, մենք այստեղ երեխաների հետ մի փորձ արեցինք, ձմեռային այգի ստեղծեցինք եւ երեխաներին, որոնք որ բուժում էին ստանում, բոլորին բաժանել էինք բույսեր եւ այդ մեկ ամսվա ընթացքում, որ փոքրիկները հիվանդանոցում բուժում էին ստանում, իրան գալիս էին աշխատում էին հոգեբանի հետ, որտեղ հոգեբանի հետ աշխատանքը իրենց ուրեմն ամենօրյա աշխատանքի մեջ մտնում եւ երկու խմբի էի բաժանել երեխաներին։ Մի խումբը նույն հոգեբանի հետ սովորական սենյակում էր անցնում իրանց այդ հոգեթերապիան, մյուս խումբը բույսերից հետ միասին կանաչապատ սենյակում եւ իրանց սեփական կանաչ ընկերուներ էր։ Եվ մենք արել էինք տեստավորում առաջին օրը, որ երեխաները գալիս են այդ աշխատանքին եւ վերջին օրը։ Եվ հետո թվային տվյալներով արդեն ցույց տվեցին գիտահեն ճանապարհով, որ մեր երեխաները հոգեուզական վիճակը մեր երեխաների անհամեմատ ավելի լավ է, քան թե այն երեխաները բանով հավաստիորեն, քանց թե այն երեխաները, որոնք սովորական պայմաններում են, նույն հոգեբանի հետ, նույն հոգեթերապիան, նույն բանը հրաշալիքների հեքիաթ տենց մի հատ մեթոդաբանություն կա, աշխատանքը ամբողջությամբ հոգեբանն արել։ Նաև մենք մեր բժիշկների մոտ սոցհարցում արեցինք, որտեղ բժիշկները աշխատում էին միջև կանաչապատում եւ կանաչապատումից հետո, որ իմանանք իսկ իրանք ինչ կարծիք են, եւ այս իրանց արդեն վերաբերմունքն է, ինչ են իրանք նկատել, որ նվազել է փոշին, իջել է աղմուկի մակարդակը, բանը տեսնում եք առողջացել է միջավայրը, իրանք զգում են ներքին բավարարվածություն, որ աշխատում են բժշկական կենտրոնում, որը ունի նման այգի։ Իմ համար որպես մասնագետ շատ կարևոր է, որ մեր բժիշկների մոտ արձանագրվեց, որ ալերգիայի մակարդակը հավաստիորեն իջել է, որովհետև ամեն անգամ ինձ երբ որ ասում են բարդին ալերգիկ է, կեչին ալերգիկ է, այն մյուսը չի, ես սրա վրա ունեմ ալերգիան, ես ամեն անգամ ասում եմ, ամենամեծ ալերգենը դա փոշին է։
Փոշին առաջացնում է սենսիբիլիզացիան։ Մնացածը արդեն դրա վրա ուրեմն խաղ իրականացվող երևույթներ են։ Եվ երբ որ բարդին ուզում եմ պաշտպանեմ, մեր Նաիրյան դալար բարդին, ես շատ եմ սիրում բարդին եւ նաեւ իրան տնկում եմ այնտեղ որտեղ որ հնարավոր է տնկել, բարդին բոլոր ծառատեսակների մեջ, երբ որ ես թեղու մասին խոսեցի փոշը նստեցման ատկանիշով արտահայտված, բարդին բոլոր ծառատեսակներից տարբերվում է ածխաթթու գազը կլանելու ունակությամբ, ամենաբարձր կլանիչ որպես ֆիլտր, ինքը ամենաուժեղ ծառն է, եւ բարդին ալերգիկ հատկանիշներ առհասարակ չունի։ Դա ապացուցել են բոլոր ալերգոլոգները, դա գիտահեն բանի մասին եմ ես հիմա խոսում։ Ուղղակի այն ժամանակ, երբ որ բարդին ծաղկում է, երբ որ այդ բմբուլը կա, ծաղկում են մոլախոտեր, որոնք խիստ ալերգեն են, եւ նրանք նստում են բարդու այդ բանի վրա, բամբակի վրա։ Եվ դեռ մեծ հարց է, եթե չադսորբվի օդի մեջից այդ կախույթային վիճակով այդ ծաղկե փոշին, ինչ կունենանք մենք իրականության մեջ, հանելով այդ ֆիլտրերը, որոնք որ հենց ծառերն են, այսինքն պայքարը պետք է տանել ոչ թե ծառերի դեմ, այլ պայքարը պետք է տանել բաց հողային մակերեսների դեմ, որոնք որ Երևանում ցավոք սրտի շատ են տարածված, եւ հետագայում արդեն երբ որ իմ տեխնացուական աշխատանքը արել էի կապված հիվանդանոցների կանաչապատման հետ, հետո արդեն քաղաքային միջավայրով սկսեցի զբաղվել եւ քաղաքապետի հետ հանդիպեցինք, բացվեց այդ կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակը, որը իմ մեթոդաբանությամբ ամբողջությամբ եւ մի հատված իմ տեխնացուական աշխատանքի մի մասն է։ Եվ ամենակարևոր գործընթացը, որ մենք այն ժամանակ սկսեցինք հողակը բացելուց հետո, որ քաղաքը պետք է արվի գիտական գույքագրում բոլոր ծառերի, որ մենք հասկանանք Երևան քաղաքում կանաչ ֆոնդը ինչ վիճակում է գտնվում եւ ինչ գործողություններ է պետք անել, կախված նրանից, թե մենք ինչ վիճակ ենք ստանում ծառերի համար։ Այսինքն մենք սկզբից պետք է հասկանայինք ընդհանուր վիճակը ծառերի։ Եվ հատուկ գործիքներ ձեռք բերեցինք եւ ավարտեցինք կենտրոն վարչական շրջանը։ Եվ հետաքրքիր է նա, որ 21 թվականին գույքագրելով ամբողջ կենտրոն վարչական շրջանը, մենք չունենք կենտրոն վարչական շրջանում գեթ 1 ծառ, որը գնահատել էինք անբավարար, այսինքն այդ ծառը հատման ենթակա ծառ է։ Իմ համար տարօրինակ է, որ այդ նույն մարդը, ով գլխավոր դենդրոլոգ էր, երբ որ ես էի զարգացման գծով փոխտնօրեն, եւ հիմա, ով ասում է, որ բոլոր ծառերը պետք է հատել եւ փողոցներով հատում են կենտրոնում ծառերը, ինչ պատահեց ծառերին, որ 2 տարի հետո այդ ծառերը դարձան խիստ անբավարար վիճակում գտնվող ծառեր եւ նրանք պետք է հեռացնել ուղղակի։ Հաջորդ գործողությունը, որ մենք արեցինք, որը էլի Երևանի համար գերկարևոր է, մենք հրամանով արգելեցինք խորետը։ Խորետը ծառերը վնասելու, ծառերը դատապարտելու ամենատարածված մեթոդաբանությունը, որը աշխարհում ուղղակի արգելված է որպես միջամտություն, որովհետև սարսափելի մեծ վերքեր են առաջանում ծառերի վրա, դա բերում է վարակների ներթափանցմանը եւ ծառերի չորացումը, դա ժամանակի խնդիր է։ Եվ ուղղակի հրամանով էինք արգելել եւ այն մասնագետները, որոնք որ այս ձևով հանկարծ ավելորդ ճյուղ էին ծառից հեռացնում, իրանք ստանում էին նկատողություն, երկու նկատողությունը դա աշխատանքից հեռացում էր։ Եվ մենք կանգնում էինք եւ թույլ չէինք տալի, որ ծառը սաղարթից զրկվի։ Եվ ձևավորման հետևանքով 2021 թվականին մեր ծառերը ձևավորվում էին այսպես։ Նույն ծառերը արդեն գարնանը, տեսեք ինչ սաղարթախիտ է դարձել, իր կլոր սաղարթը ձևավորել է, որովհետեւ մենք իրան թելադրել ենք, ինքը ոնց պետք է ձևավորվի, այլ ոչ թե այդ մի քանի փայտիկը, որը մենք հիմա ցավոք սրտի Երևանի փողոցներում տեսնում ենք։ Հաջորդ խնդիրը Երևանի, որը մենք ժառանգել ենք ցավոք սրտի խորհրդային միության փլուզումից հետո, երբ որ մասսայական պայքարը միջատների նկատմամբ վերացավ Երևան քաղաքում եւ չէին սրսկում, որևիցե գործողություն բույսերի պաշտպանության առումով չէր արվում։ Թեղի ծառատեսակը ունի իրեն բնորոշ միջատը, թեղու տերևակերը, որը գրոհում է միայն թեղին, դրա համար իմ համար տարօրինակ է, որ երբեմն ասում են չեն կարող այդ ծառերը թողենք, որովհետեւ եթե այդ հիվանդ ծառերը մնան, մենք տակը ուրիշ ծառ դնենք, այդ ծառը կվարակվի։ Ուրեմն թեղու տերևակերը ուտում է միայն թեղու տերևները։ Ինքը չի կարող ուտի հացենու տերևները, սոսու տերևները, որովհետև ամեն մեկը ունի իրեն բնորոշ ուրեմն միջատը։ Եվ մենք ձեռք բերեցինք տեխնիկա եւ հիվանդության զարգացումը նաեւ պայմանավորված էր այդ 30 տարի իրականացվող խորհետով, որովհետեւ երբ որ դուք անընդհատ անում եք այդպիսի վնասող միջամտություն, ծառերի դիմադրողականությունը ընկնում է, նա չի կարողանում պայքարի նաեւ գրոհի
դեմ։ Եվ այս միջատները տեսնում եք դեղին ամբողջությամբ ծակած սաղարթները թեղիների, ձեռք բերեցինք տեխնիկա հատուկ եւ սկսեցինք մշակել եւ տեսեք 2 ժամ հետո սրսկումից հետո ուղղակի դեղին այսպես մակերեսով ծածկում է, որտեղ ամբողջությամբ այդ միջատը պատած ծառերին եւ ուղղակի թափվում էր, ինչը ցուցիչներ, որ մեր աշխատանքները ապարդյուն չէին եւ քանի որ թեղիները Երևանում վանդալիզմի դրսևորում որպես խորետի հետևանքով այս վիճակի էին, մենք գիտեինք, որ ծառերի փոխարինման ծրագիրը այսպես թե այնպես մի օր կանգնելու է, մենք որոշեցինք մի հատ պիլոտ նախագիծ անել, չհատելով թեղիները, դուք տեսնում եք իրանք կանգնած են, մենք նրանց արանքում տնկեցինք քաղաքային տնկարանից հացենի ծառատեսակը, հացենին եւ թեղին, Երևանում մեկը մյուսին փոխարինող ծառատեսակներ են, երկուսն էլ բանվոր ծառատեսակներ են եւ նախատեսված են փողոցների կանաչապատման համար, չորադիմացկուն են եւ լուծում են մեր բոլոր ուրեմն խնդիրները, որոնք որ կան։ Եվ տեսնում եք հիմա արդեն բույսը ինչ վիճակում է գտնվում եւ հիմնական նպատակը կայանում էր նրանում, որ 3-ից 5 տարվա ընթացքում հատելով ամեն երրորդ ծառը, մենք 5 տարվա ընթացքում կունենայինք ամբողջությամբ փոփոխված այդ փողոցը եւ նաեւ զուգահեռաբար աշխատում ենք օրնիտոլոգների հետ, որովհետեւ երբ որ մենք ծառերի հետ աշխատում ենք, ծառերը մենակ ծառերի մասին չի, դա եւ մարդու առողջության մասին է, դա նաեւ կենսաբազմազանության մասին է, որովհետեւ թռչունները թեղու սերմով են սնվում, իրանք այդտեղ բնադրվում են եւ այլն, փչակներում ապրում են տարբեր նաեւ կենդանիներ եւ նրանց նաեւ մասնակցությունը այդ մասնագետների շատ կարեւոր էր, որ մեր փոփոխությունը հանկարծ այնպեսին չլինի, ոնց որ հիմա փոխեցին, հա, երրորդ յարուսի ծառը հանում են, դրա փոխարեն դնում են փոքր ցածր յարուսի ծառ եւ բնականաբար որ թռչունները այդ ներքևի մակերեսին չեն իջնելու եւ այդտեղ չեն բնադրվելու եւ բացի սրանից այս ծառատեսակները մեր միջավայրի համար բնորոշ չեն եւ մեր թռչունները այդ սերմերով չեն սնվում։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ մենք շղթան պետք է այնպես հավաքենք, որ կենսաբազմազանությունը կոմֆորտ լինի եւ նաեւ ծննդային բազա են հանդիսանում մեր ծառատեսակները։ Եվ երբ որ ամեն երրորդը մենք կհանենք, տակը հացենիները կմեծանային, մենք փաստացի ցույց կտայինք, որ մենք որևիցե վնաս միջավայրին չենք տալիս, որովհետեւ այդ ամենը արվում է ժամանակի մեջ եւ այդ ամբողջ ընթացքում մենք իհարկե անում էինք զանգվածային բուժման աշխատանքները ծառերի վարակը կանգնացնելու համար եւ ստացել էինք իդեալական արդյունք։ Այսպիսի քաղաքային տնկարան ենք մենք ստացել 2019 թվականի, երբ որ առաջին անգամ ես եղա քաղաքային տնկարանում, որտեղ առհասարակ ոչ մի բան չկար, եւ 2021 թվականի, երբ որ ես դուրս էի գալիս քաղաքային տնկարանից, մեր հիմնական նպատակն էր, որ ամենը հայաստանյան լինի, մեր տարածաշրջանին բնորոշ, այլ ոչ թե հիմա ոնց որ անում են Իտալիայից ներկրում են բույսեր, Իտալիայից ներկրում են տնկիներ, նենց տպավորությունն է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չունի, բայց իրականում, եթե մենք նայում ենք Հայաստանի Հանրապետությանն, Հայաստանի Հանրապետության եզակի պետությունն է, որտեղ մենք ունենք բոլոր գրեթե կլիմայական գոտիները, մեր մոտ Աշոտսկում, ոնց որ հյուսիսային Բևեռում, իսկ Մեղրիում սուբտրոպիկներում մեր մոտ այնտեղ զեյթուն է աճում, կիվի է աճում եւ այլն, այսինքն դա բերելու է հետը միասին նաեւ կենսաբազմազանության շատ մեծ հարստություն ամեն ռեգիոնի համար բնորոշ։ Եվ մենք մեր տարածաշրջանի բացառապես բույսերն էին, որոնք ծնվում էին քաղաքային տնկարանում եւ հիմնական նպատակը նրանում էր, որ մենք բույսերը մեծացնենք, փշատերևները շատ լինեն, որովհետեւ Երևանում նաեւ ձմռան խնդիր մենք ունենք եւ փշատերևները այստեղ շատ կարեւոր մեծ նշանակություն ունեն եւ հիմնական շեշտը գիհիների վրա ենք դնում։ Շատ մեծ նշանակություններ նաև լանջերի կանաչապատումը եւ մենք այստեղ լանջերի կանաչապատման հետ տարբեր գործընթացներ արել ենք, բայց տվյալ դեպքում սա զինվորական պանթեոնն է, առաջի անգամ երբ որ ես եղա Եռաբլուրում մուտքի մոտից, երբ որ դու գալիս ես, այսպես ինչ որ չորացած, շատ խեղճացած վիճակում էր այդ տարածքը 2018 թվականի եւ ես խնդիր էի դրել եւ քաղաքապետի հետ հանդիպում ունեցա եւ խնդրեցի, որ պայմանավորվածություն ձեռք բերեն պաշտպանության նախարարության հետ, որովհետեւ Եռաբլուրը քաղաքային ենթակառուցված քաղաքային վերահսկողության տակ չի, դա պաշտպանության նախարարությանն է։ Եվ մենք պայմանավորվեցինք, որ մենք ինքներս կկանաչապատենք, մենք խնամքը կիրականացնենք, մեզ թող հնարավորություն տան, թույլտվություն տան, որ մենք այս ամեն ինչը անենք։ Եվ մենք այստեղ արեցինք բազմաթիվ ծառատունկեր 2020 թվականից սկսած, եւ այստեղ մենք ունենք ամբողջությամբ շատերևներով եւ նաեւ սոսիներով եւ բարդիներով լուծված մի տարածք, որտեղ գիհիներ են, որտեղ սոճիներ են եւ այս ամբողջ ուրեմն տնկման գործընթացները մենք արել ենք հանրության հետ։ Դա միայն քաղաքապետարանի ծառայությունը չի եղել։ Տարբեր կազմակերպություններ, Pixar-ներ, Armenia Tree Project-ներ, շատ կազմակերպություններ
նաև բարեգործական աշխատանքներ արեցին բժշկական համալսարանի նաև ուսանողներ եկան, զինվորական մեր ֆակուլտետի ուսանողներ եկան եւ բույսեր բերեցին, սոճիները իրեն գնեցին եւ տնկեցին եւ նաև ATP-ին շատ մեծ աջակցություն արեց, այսինքն մենք սա հիմնականում երևի մոտ 70% բույսերի եւ աշխատանքի արել ենք հանրության հետ, հանրության միջոցներով։ Սա բանի ազատության, չէ, բանի մանումենտի վերևի այդ լանջերն են, որոնք որ նայում են դեպի Սարալանջ, հա, այնտեղ մենք հողը տեսեք ներքևից էինք բարձրացնում, որ մեր բանվորները չչարչարվեն, եւ հաշվի առնելով որ լանջերի կանաչապատումը Երևանի համար շատ կարեւոր է, հենց այս հատվածից սկսեցինք, հիմա չգիտեմ ինչով վերջացավ, բույսերը վերջին անգամ որ տեսել եմ շատ տխուր վիճակում էին։ Եվ նաեւ Գրիգոր Լուսավորիչ լանջի ներքևի մասում մենք արեցինք կանաչապատման աշխատանքներ, բժիշկների հետ միասին ենք արել, արտակարգ վիճակում են սոճիները, որովհետեւ իրանք շատ լավ խնամում են, եկեղեցին է անում։ Մեր խնդիրներից մեկը նաև հանդիսանում էր միամյա բույսերից Երևանը ձերբազատել, որովհետև դա բազմամիլիոնանոց ծախսեր են, որոնք իրականում քաղաքին ոչ մի էֆեկտ չեն տալի, 2 ամսից ավել Երևանը շատ շոկ քաղաք է, չի դիմանում։ Դրա համար մենք սկսեցինք փոխել վարդերի, որովհետև Երևանը ես հանել էի բոլոր արխիվային նկարները եւ Երևանը վարդի քաղաք էր ժամանակին եւ շատ էին վարդերը Երևանում, տարբեր սորտերի վարդեր եւ մենք փորձեցինք անել այնպես, որ նախ ծածկենք մակերեսները հանրապետության հրապարակի ճանապարհնա, որովհետեւ հանրապետության հրապարակում չի կարելի, որ մինչեւ հոկտեմբեր օրինակ լինեն ինչ որ միամյա ծաղիկներ, իսկ դրանից հետո մինչեւ հաջորդ ապրիլ լինի հողի բաց մակերես, որովհետեւ դեռ ծաղիկները չեն դրել։ Հիմա մենք արեցինք այնպիսի մի լուծում քաղաքային մեր կառույցի աշխատակիցների հետ միասին, որ անընդհատ ծածկված լինի եւ որևիցե պարագայում մենք չտեսնենք բաց մակերեսներ։ Շատ մեծ կարևորություն ունի էկոկրթությունը, դա շատ կարևոր է եւ շատ կարևոր է դա սկսել շատ շուտ, այսինքն մանկապարտեզի տարիքից, շատ փոքր տարիքից երեխաների հետ աշխատելու եւ սա իմիջիալուց հենց Եռաբլուրի հատվածն է, այն մեկն է Գրիգոր Լուսավորիչի հատվածը եւ մեզ եկել էին աջակցելու եւ մանկապարտեզի երեխաներ եւ ինձ հարցնում էին, ասում են, բա լավ իրանք ինչ են անելու, եթե գան այդ մանկապարտեզի երեխաները եւ դպրոցի 2-րդ, 3-րդ դասարանի երեխաներ են, երբ որ իրանք եկել էին, մենք ամեն մեկին իրեն համապատասխան աշխատանք էին տվել, այն շատ փոքրիկ դույլեր էին բերել, դույլերի մեջ քարիկներն էին լցրել, այդ քարիկները հետո շարում էին, որ խոնավություն ապահովի, մեծերը մեծն էին դնում, իրանք էլ այդ փոքրիկներն էին անում, փոքրիկ դույլով ինչ որ գործողություններ էին անում եւ ամբողջությամբ ընդգրկվել էին այս process-ի մեջ, նաեւ ավելի մեծերը իհարկե մեզ հետ միասին աշխատում են եւ նաեւ մի ծրագիր է արել որպես Երևանի ավականու անդամ դիմել էինք մանկապատանեկան կենտրոնի ուրեմն տնօրենին եւ որ ամեն անգամ մի դասը բաների բերենք երեխաներին քաղաքային տնկարան եւ քաղաքային տնկարանում սովորեցնենք ցույց տանք ինչա բույսը ոնց է ծնվում ոնց է գնում մանկապարտեզ ոնց է գնում դպրոց բուխ եւ ավարտումը գալիս է աշխատանքի քաղաք որ նրանք էլ հասկանան որ ամեն ծառը որը մեծացել է եւ իրանց մոտ արդեն տենց մեծ ահռելի ծառա անցել է այդ նույն ճանապարհը, որը որ իրանք են անցնում։ Եվ ուղղակի մի քանի բառ Երևանում իրականացվող այս վերջին ծառերի փոխարինման ծրագրի, այսա վերջին ծառերի ձևավորումն է, ցավոք սրտի այս ծառերը այլևս չկան, որովհետև հիմա նոր մեթոդաբանություն է Երևանում, աշնանը անում են այսպիսի սարսափելի էդ Գարնանը ասում են ծառերը դեկորատիվ տեսքից ընկել են, այդ ծառերը պետք է հատել։ Նույն ծառերը ես նկարել եմ Ալմատիում, Երևանը եւ Ալմատին նույն կլիմայական գոտին է, նույն թեղի մանրատերևն է եւ տեսեք ինչ իդեալական վիճակում են գտնվում, որովհետեւ գրագետ խնամված է։ Ծառահատման տոմսերն են, այս ծառերի մասին է խոսքը գնում, մենք երբ որ պայքարում ենք շատ մեծ աղմուկ բարձրացրեցինք եւ կասկադի երկու կողմում մենք թույլ չտվեցինք, որ ծառերը հատեն, այս այդ նույն ծառն է որի վրա ծառահատման տոմսեր էին կպցրած, որ այս ծառը սարսափելի վիճակում է եւ պետք է հանել, փաստացի ծառը դուք տեսնում եք բացարձակապես առողջացել, որը հեչ հանել պետք չի։ Եվ սա այդ իրականացված վանդալիզմի գործողություններն են, որոնք իհարկե ժամանակի մեջ իրենց ուրեմն լուծումը ստանալու է այս խնդիրը։ Խնդրեմ, ծառերը տեսնում եք, որ ոչ մի փթախտի ուրեմն նույնիսկ նշույլ չկա, մեզ հեռուստացույցով միշտ ցույց են տալի, հա դատարկ է այդ փչակով ծառերը, ես հազարավոր նկարներ ունեմ, որոնք փչակով չեն մեկ, եւ երկրորդը փչակի արկայությունը ցույցում չի, որ ծառը պետք է հատել, որովհետեւ մարդու օրգանիզմում ամենաամուր ոսկրը դա ազդոսկրն է, որը ներսում
խողովակավոր ոսկր, այսինքն տանում է ամենամեծ ծանրությունը, կախված է նրանից, թե այդ փչակը որ մասում է գտնվում, որ նոր կարելի լինի հատել։ Եվ իհարկե բերեցին միջազգային փորձագետներից Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության ասոցիացիայի նախագահից, Քեմբրիջի համալսարանից, Քավենդիշ լաբորատորիայից եզրակացություններ, Ռուսաստանի Դաշնությունում Եվրոարբորիստների միության միակ ուրեմն ներկայացուցիչությունը մեզ տվեց եզրակացություն, ամենը բերեցին Երևանի քաղաքապետին տվեցին, խոստացավ, որ բնապահպանության խորհուրդ կստեղծվի քաղաքապետինքից, բայց մինչ օրս ոչինչ չստեղծվեց, սա իմ մենագրությունն է, որի մեջ այն ամենը ինչի մասին ես խոսեցի, ամենը զետեղված է, այն վերևում էլ տնկեք ծառեր, փրկեք կյանքեր, իմ դասերից մեկի ժամանակ ուսանողների հետ տենց խոսում ենք նաև կանաչապատման մասին, որտեղ դա հիգիենիկ պրոբլեմ է եւ մենք քննարկում ենք բնակավայրերի կանաչապատում հարցը եւ հետո դասամիջոցի բաստողեցի խումբը ես գնացի դասամիջոցից երբ վերադարձա գրատախտակի վրա տենց մեծ տառերով երեխեքը գրել էին տնկեք ծառեր, փրկեք կյանքեր, այ դա հենց ծառն է։ Ինքնին բոլորիս կյանքը։ Այո, նաև։ Շատ շնորհակալ ենք, շատ տեղեկատվական նյութեր, շատ կարևոր իմ մոտ ահագին հարցեր են կուտակվել։ Ես մի քանի հարց տամ, հետո նաև դալիճին հնարավորություն կտանք հարցեր տալու։ Այ բավականին լավ ներկայացրեցիք ձեր աշխատանքային գործունեությունը ու ես անձամբ հետևել եմ ժամանակ հիշում եմ ու բավականին ողջևորված էի թե ես թե տարբեր մարդիկ այդ թվում մտահոգ ընդհանուր քաղաքի կանաչապատումով եւ առողջ միջավայրի ձևավորումով այ ինչու դա կասեցվեց եւ ինչու հիմա մասնագիտական պակաս կա ավելի շատ տեսնում ենք որ մասնագիտական պոտենցիալը կա Հայաստանում բայց ինչու դա չի օգտագործվում այդ մասնագիտական բաց ինչու չի լրացվում, թե այստեղ ինչ որ այլ շահեր կան։ Չեմ ասի, որ շահերը կան, կասեմ ինչի ես գնացի։ Նախ ինչի ես եկա։ 2019 թվականին հեղափոխությունից հետո բոլորս այսպես շատ ողջևորված, որ ամեն մեկս մի բան անենք մեր պետության համար, մեր գիտելիքների շրջանակներում օգնելու համար, ինձ իմ քայլը դաշինքից դիմեցին, խնդրեցին, որ աջակցենք բնապահպանական հարցերով եւ նայեմ այդ ծրագիրը, որը որ գրված է, Երևանի բնապահպանական զարգացման այդ հեռանկարային 5 տարվա ծրագիրը, դե երբ որ նայեցի, բազմաթիվ հարցեր առաջացան եւ ունեի ասելիք այդ ամենի վերաբերյալ եւ հանդիպումների ժամանակ երբ որ խոսեցին, սկսեցի ներկայացնել իմ տեսլականը, ոնց եմ ես տեսնում դա, ստացվեց այնպես, որ նաեւ քաղաքապետը հրավիրեց հանդիպման մեր քննարկումներից ինչ որ մեկից հետո եւ առաջարկեց, որ ես սկզբից առաջարկեցի տարբեր մոդելներ քաղաքային կանաչապատման, որովհետև նրա հիմնական խնդիրն է, որ մենք անընդհատ ինչ որ բաներ տնկում ենք Երևանում, Հայկ Մարությանի մասն է խոսքը, բայց ոնց որ Երևանում չենք ստանում այդ միջավայրը, որը որ սպասում ենք, որ պետքա ստանանք եւ տարբեր մոդելներ առաջարկեցի քաղաքային կանաչապատման կառավարման տեսանկյունից եւ ինքը ընտրեց կանաչապատ, որ պետք է համայնքը ունենա իր սեփական այտենց կազմակերպությունը մասնագիտական, որը ծառայություն է մատուցում եւ ինձ հարցրեց կարող ենք մենք այդպիսի բան ստեղծենք եւ իհարկե մեթոդաբանությունը քանի որ ես ունեի մենք նաեւ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մենք գծեցինք այդ կազմակերպությունը ոնց պետք է աշխատի մասնագիտական ինչ ապահովվածությունն է պետք դրա համար ովքեր են պետք որ մասնագետներն են պետք եւ կառույցը սկսեց ուրեմն աշխատել ես սկզբից ուղղակի բժշկականում էի օգնության կարգով է այդ ամեն ինչ անում բայց դե արդեն մեծ քաղաք էր եւ արդեն քանի դեռ սկսել էինք արդեն տես չէր լինում անպայման պետք էր ընդգրկվել այդ ամենի մեջ Եվ մենք սկսեցինք այդ աշխատանքը ամենակարևոր բանը իմ համար, որ ես տեսա, որ չեմ ճանաչել Հայկ Մարությանին, մինչև այդ հանդիպումը, առաջին անգամ այդտեղ եմ տեսել։ Եվ երբ որ ես աշխատում էի, ամենակարևոր բանը ես ունեի, որ ոնց ասում է Տիկին Վարդանյանը, մենք տենց անում ենք, որովհետև կողքից պարզ է, չէ, որ ասում են, որ այս տենց է անում, այն տենց է եւ բողոքում են եւ այլն, եւ նա ասում է, որ ինձ հետաքրքիր չի, ինքը միջազգային փորձագետ է, մենք այդքան խնդրել ենք, որ գա, մենք լսում ենք ինչ էինք ասում, մենք դա անում ենք Եօքուտ Երևանի։ Եվ մենք այդ գործողությունները անում ենք, երբ որ
այդ իշխանապողությունը եղավ քաղաքային միջավայրում եւ եկավ նոր քաղաքապետ Հայկ Մարությանը գնաց, մենք անում ենք Ծիծեռնակաբերդի նախագիծը։ Ծիծեռնակաբերդի հետ 7 հեկտարը լանջի մասին է խոսքը գնում, այդտեղ բազմաթիվ խնդիրներ կային եւ նոր քաղաքապետը ասաց, որ պետք է անպայման ծառատունկ ծրագիր իրականանա։ Դե ես էլ քանի որ ծառատունկ ծրագրի կողմնակիցը չեմ, որ աշնանը ծառատունկ, գարնանը ծառհանուկ։ Եթե անում ենք, պետք է հանենք նորմալ ձևի, որ այդ բույսերը բույս դառնան։ Եվ ես ասացի, որ չէ, այդպես ես չեմ կարող անեմ, դա գործողություններ պահանջող գործընթաց է, այսինքն եթե ես ներքևի շերտը չեմ արել, որը դեռ չի երևում, ես չեմ բերի ծառը տնկեմ։ Եվ ինձ ասացին, պետք չի բարդացնել, Տիկին Վարդանյան, փոսը անում եք, ծառը տնկում եք եւ ոչ մի խնդիր դուք չեք ունենալու։ Ես հասկացա, որ քանի որ փոսը տնկել եւ ծառ տնկելու համար իմ մասնագիտական կարողությունները պետք չեն, մենք ունենք 500-ից ավել բանվոր, որոնք կարան փոսը փորեն, ծառը տնկեն եւ այդ գործողությունը բացարձակապես գիտության հետ ոչ մի կապ չունի։ Դրա համար ես սիրուն իմ դիմումը գրեցի եւ դուրս եկա եւ բոլորը ապշեցին, որ ոնց կարող լիներ այդպիսի բան, կարող լիներ այդպիսի բան։ Եվ որոշումս այդպիսին էր եւ իմ հետ միասին դուրս եկան այն մարդիկ, որոնց որ մենք սենց քիչ մի հատ հավաքել էինք, այդ այն մարդիկ էին, որոնք որ Երևանի կանաչապատման պատմության մեջ ունեցել են իրենց մասնակցությունը եւ նաեւ իմ ուսուցիչը Լիանա Նոուքինյան, ով Երևան քաղաքի գլխավոր ծաղկեբույսն է եղել եւ Երևանում գրեթե այդպիսի մի անկյուն չկա, որի կանաչապատման մեջ նա չի մասնակցել, խոսքը գնում է 60-ականների վերջից մինչև 90-ականների ժամանակահատվածը, այսինքն այն ահռելի կտորը, որը մենք համարում ենք, որ կանաչ Երևանի կայացման ժամանակաշրջանն է եղել։ Եվ ինքն այն ժամանակ եկավ, որ նաև մենք միասին այդ ամեն ինչը անենք, քաղաքին ինչքան հնարավոր է օգնենք։ Քանի որ հիմա պահանջարկը ոչ թե այն տեսլականն է, որի մասին ես խոսում եմ եւ ցույց էի տալի, այլ լրիվ ուրիշ պահանջարկներ է, դրա համար ես որպես կողքից որպես նաև Երևանի ավականու անդամ անընդհատ բարձրաձայնում եմ, որովհետև այն բացերը, որոնք ես տեսնում եմ, հնարավոր չի դրա հետ հանդուրժել, որովհետև այն ծառատեսակները, որոնք որ տնկվում են, դրանք նախ մեր ռեգիոնի բույսերը չեն, ոչ Ձիակասկա, ոչ Լենքորանյան, Ալբիցյան, բացի նրանից, որ դրանք ռեգիոնի բույսեր չեն, այս բույսերը նաև նախատեսված չեն փողոցների կանաչապատման համար, որովհետև շատ տարբեր բան է, թե դուք կանաչապատում եք փողոցը, թե դուք կանաչապատում եք մանկապարտեզը, այգին եւ հիվանդանոցային տարածքում եք գտնվում, ամեն մեկը ունի իր հիգիենիկ ստանդարտը եւ դուք ստանդարտի մեջ պետք է անեք ձեր գործողությունները։ Քանի որ սրա պահանջարկը այսօր չկա, լրիվ ուրիշ պահանջարկ է եւ բավարարում է քաղաքային իշխանությանը այս պահանջարկը, ուստի դրա համար էլ մասնագետները, որոնք որ իրականում ունեն ասելիք, չեն մասնակցում Երևանի կանաչապատման գործընթացներում, այլ մասնակցում են ուրիշ երկրներում կանաչապատման գործընթացներին։ Շատ ցավալի է։ Այ նշեցիք ստանդարտների մասին, ստանդարտացում որպես փաստաթուղթ կա Երևանի համար հաստատված եւ որքանով է հետևում Ուրեմն երբ որ այս տարօրինակ ձևի կանաչապատման գործընթացները երբ որ սկսվեցին, ցավոք սրտի մեր մոտ երկրում ստացվել է այնպես, որ երբ որ դու օրինակ պետական վերահսկողության ծառայությանը նամակ ես գրում կամ դատախազությանը, քանի որ այնտեղ կանաչապատման մասնագետներ չեն, չէ, իրանք պետք է ուղարկեն ինչ որ մի հիմնարկ, որտեղ որ կա մասնագիտական կարծիք ձևավորվող համայնք։ Եվ այսօր քաղաքային կանաչապատումում գիտատեխնիկական խորհուրդը Բուսաբանական ինստիտուտի նախկին տնօրենն է, ով եւ Բուսաբանական ինստիտուտում է եւ քաղաքում է, այսինքն այս գործողությունները, որոնք որ արվում են, նաեւ նրա երաշխիքով նամակը գալիս է նույն մարդուն, որը պետքա գրի, որ ինքը լավ է արել, թե ինքը վատ է արել։ Եվ ինձ եկավ նամակի պատասխան, որ այդ բույսերը Երևանում միշտ էլ տնկվել են, այն ինչի մասին ես ինքս եմ ասում, որ այդ բույսերը Երևանում տնկվել են, բայց մի բան է, որ դուք տնկում եք Ալբիցյան օղակաձև զբոսայգում, եւ ինքը տեղ 30 տարի ապրում է եւ չորանում է, օրինակ Իսահակյանի արձանի հետևի հատվածում Ալբիցյանների պուրակ է եղել, իմ տատիկի տունը ուղիղ դիմացի քարե շենքն է եւ այդ այգում եմ ես նաեւ մեծացել։ Հիմա այդ ծառերը այդտեղ չկան, որովհետեւ կարճ են ապրում կյանքով եւ իրանք այգու մեջ դեկորատիվ էֆեկտ ստեղծելու ծառեր են։ Ես չեմ էլ ասում, որ նրանք երբեք Երևանում չեն տնկվել։ Ես ասում եմ, որ նրանք
փողոցների կանաչապատման համար նախատեսված չեն, որովհետև չեն կատարելու AES ֆունկցիաները եւ այդ բույսերը լրիվ ուրիշ խնամք են պահանջում իրանց նկատմամբ։ Եվ եթե ես ունեմ պուրակում 3 հատ ալբիցիա, ես հաստատ կարողանալու եմ այդ 3 ալբիցիայի խնդիրը լուծեմ եւ ի վերջո եթե չորանան, ոչ մի խնդիր չի առաջանալու, բայց լրիվ ուրիշ հարց է, երբ որ դա փողոցում լինի, որովհետեւ նույն ալբիցիան 2-3 ամիս ծաղկում է, շատ ուժեղ եւ սուր հոտ ունի, այդ ծաղիկները անընդհատ թափվում են, նաև մակերեսներն անընդհատ կեղտոտվելու, բացի դրանից ջերմաստիճանի մասով ես արդեն ցույց տվեցի, ինքը ասֆալտի ջերմաստիճանն էլ չի կարգավորում, որովհետև խիտ սաղար չունի այդ ծառը, դա իր ֆունկցիայի մեջ չի մտնում։ Ոնց որ դուք հագնեք երեկոյան զգեստ եւ գնաք այգեգործական աշխատանքի, հետո ասեք զգեստս փչացավ։ Այդ զգեստը դրա համար չէր նախատեսած։ Եթե կոպիտ օրինակով բերեմ, այս ծառերն էլ իրանց մեջ ունեն այդ իրանց ֆունկցիոնալությունը, այսինքն որը որտեղս տեղադրելու։ Եւ բնականաբար, եթե նամակը գալիս է այն նույն կառույցին, որը երաշխավորում է այս ծառերի հատման գործընթացը, ես ասում եմ Քեմբրիջի համալսարանում ապշել էին եւ ես ստացել եմ նամակը Cavendish լաբորատորիայից, Cavendish լաբորատորիան դա այն լաբորատորիան, որը աշխարհին տվել է 30 Նոբելյան մրցանակակիր։ Այդ թվում 80-ին եւ Գրիկին, ովքեր ԴՆԹ-ի բանաձևն են նվիրել աշխարհին, կոդն են բացել ԴՆԿ-ի։ Եվ չլսել այդ լաբորատորիային, ասել որ մենք ագրարային համալսարանին ենք լսում, ես կարծում եմ, որ միգուցե ագրարային համալսարանի մասնագետներին լավ կլինի, որ մի հատ վերապատրաստվեն 21-րդ դարի պահանջով քաղաքային կանաչապատման գործընթացները իրականացնելու համար, որովհետեւ այսօր աշխարհում զանգվածային ծառահատումներ առհասարակ չեն արվում, որովհետեւ սա սխալ մեթոդաբանություն է, դուք տասնյակ տարիներով փողոցը թողում եք առանց էկոծառայությունների լուծման։ Դա մեծ աղետի խնդիր է, որի հետ այս տարի մենք առնչություն ունեցել ենք։ Բնակիչները փողոցում մնացել են եւ ստվեր մի հատ հատված չկա, որ մարդը կանգնի։ Մենք ունենք չլուծված օրինակ տրանսպորտային այս բարեփոխումը, որը իրականացվում է, միջակայքերը 30 րոպե մարդիկ կանգառում կանգնում են։ Դուք պատկերացնում եք հուլիսին մարդը 30 րոպե կանգառում կանգնած է, որտեղ կենտրոն վարչական շրջանում չկա ծառ, որտեղ ինքը պետքա թաքնվի։ Կանգառասրահ չկա, այսինքն մենք անմիջականորեն խնդիր ենք ստեղծում բնակչության առողջության համար։ Եվ անընդհատ ասում ենք, որ Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները շատ բարձր են։ Բայց ցուցանիշը բարձր է, ծով չունենք, օվկիանոս չունենք, գետեր չունենք, անտառներ բնական չունենք, вообще անտառ չունենք, ունենք այդ 5 անգամ պակաս կանաչ ֆոնդը։ Դա էլ վերացնում ենք, որովհետև մենք ուզում ենք միջատից քաղաքը փրկենք, քաղաքը միջատից փրկում են լրիվ ուրիշ ճանապարհով։ Մեզ ժամանակին, երբ որ մենք փորձագետների հետ խոսում ենք, մեզ ասում են, եթե դուք չկարողանաք կայունացնել վիճակը, թեղիների ես սկզբնական ցույց տվեցի, ինչ գրոհի մեջ էին բույսերը, եթե դուք չկարողանաք կայունացնել, դուք ստիպված եք լինելու սանիտարական հատումներ անել այդ տեսակը հանելու համար միջավայրից, բայց մենք դրանից չսկսեցինք։ Մենք սկսեցինք բուժական գործընթացներից եւ գրեթե ոչ մի ծառ չէինք հանում, որ մենք պետք է անենք ամեն ինչ, պետք է պայքարել, տեխնիկա պետք է առնել բույսերը սրսկելու, բուժելու համար, գրագետ էտելու համար, այլ ոչ թե ծառերը հանելու համար։ Եվ ես նաեւ մի բան էլ ունեմ իմ մեջ, թեղի ծառատեսակը կաղնու նման 4 ծառերը ծառատեսակը, այսինքն սա թանկարժեք նաեւ փայտանյութ է։ Եվ օրինակ Միջին Ասիայում, երբ որ ես գնացել էի նախորդ տարի կոնֆերանսի, այնտեղ Մանի Տամիռլանի այդ մսկիթները բոլոր դռները հենց Ղարաղաճից է։ Այդ հարավային երկրների բույսն է հիմնական, որովհետև շատ ջրադիմացք ունի եւ արտակարգ իրեն զգում է։ Այդ փայտը ուղղակի չի նեղում։ Դարերի ընթացքում ինչքան էլ մնում է, ոչինչ այդ փայտի հետ չի լինում։ Այսինքն միգուցե այստեղ ուրիշ խնդիրներ կա, տասնյակ անգամ ասեմ, թող իրավապահները նաեւ զբաղվեն։ Անհասկանալի պատճառով այս տարի քաղաքային տնկարանում հրդեհ բռնկվեց եւ ամենը այրվեց։ Հիմա այս տարի չգիտենք, ծառեր նորից հատելու են, չեն հատելու, ինչա լինելու, ամենայն դեպս ունենք այդ իրականությունը։ Լավ, մեկ հարց էլ տամ ու դալիճին նաև հնարավորություն տանք։ Խոսեցինք դպրոցների, մանկապարտեզների կանաչապատման համար, անդադ խոսվում է, որ երեխաները մեր համար կարևոր են։ Այդ process-ը գոնը ինչի չի կատարվում եւ դա ում տիրույթում է, քաղաքապետարանի թե դպրոցների, ասենք դպրոցը ինքը պիտի կազմակերպի եւ եթե այո, դպրոցին հատկացվում է անպատասխան միջոցներ, բյուջե։ Տեսեք, խորհրդային միության ժամանակ բոլոր մանկապարտեզները եւ դպրոցները նաեւ ունեին իրենց այգեգործները։
որովհետև 50% տարածքի կանաչապատ էր, եւ եթե դուք հին խորհրդային մանկապարտեզներ տիպային մտնեք, այնտեղ շատ մեծ նաեւ կանաչապատ է այդ հատվածն է, այսինքն բույսերը պետքա խնամվեն։ Երբ որ 90-ականների այս բոլոր խնդիրները եղան, մենք կրճատումներ արեցինք տարատեսակ, հա, նաեւ ռոռոկման ցանցերը վնասվեցին, կանաչ տարածքները շատ տեղերում անմխիթար վիճակում են մանկապարտեզներում, եւ ցավոք սրտի խնամքը չի իրականանում։ Մանկապարտեզը քաղաքապետարանի տիրույթում է գտնվում եւ քաղաքապետարանը պետք է ապահովի ամբողջությամբ, եւ երբ որ վերանորոգում են, հիմա մի քանի մանկապարտեզի հետ կապված ես այդ հարցը բարձրացրել եմ, որտեղ շենքը վերանորոգեցին, բակային տարածքում ռոռոկման ցանցը թվացial անցկացրեցին, բայց ցանցը ընդհանուր մագիստրալներին միացրած չի, այսինքն մենք նույնիսկ չգիտենք այդ ցանցը, որ անցկացրել ինքը նորմալ աշխատում է, թե չի աշխատում, որովհետև երբ որ կանաչապատման հարցը բարձրացնում եմ, Երևանի պայմաններում, եթե մենք չունենք ռոռոքում, հնարավոր չի որևիցե բան անել, դա ապարդյուն միջոցների ծախսա, դրա համար այդպիսի բան անել չի կարելի։ Իսկ բանի դպրոցների մասով դա արդեն կրթության նախարարության ենթակայության տակ են գտնվում տարածքները, բայց ել եմ ասում, սա ռեսուրս է, որը քաղաքապետարանը ես գտնում եմ, որ անպայման պետք է գտնի դպրոցների տարածքները, դա ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ չեն, դպրոցի մանկապարտեզի տարածքները դա սահմանափակ օգտագործման կանաչ տարածք է, այսինքն դա այն մարդիկ են, որոնք որ այդ տարածքից օգտվում են։ Քաղաքային կանաչապատման հողակը, ոնց որ իր պատասխանատվությունը ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներն են, փողոցներ, այգիներ, պուրակներ, անտառպուրակներ, սա է իրանց պատասխանատվության դաշտը, բայց ես կարծում եմ եւ այդ հարցով նաեւ զբաղվում եմ, որ նաեւ մանկապարտեզների տարածքների համար եւ նաեւ դպրոցներում աջակցության առումով, այսինքն ոչ թե որ բանվորը էլի նորից քաղաքապետարանը պահի, այլ որ բանվորական ուժ այնտեղ լինի, այգեպանների ձևով կրթության նախարարությունը դպրոցի մասով իրանք ապահովեն, մենք էլ պարբերաբար քաղաքը մասնագիտական ցուցումներ տալու, խորհրդատվություններ տալու համար, էդի ժամանակաշրջանում կամ սրսկման գործընթացները իրականացվելու համար աջակցեն եւ քաղաքապետարանը այդ հոգսը տանի, որովհետեւ իրականում երեխաները մեր ապագան են եւ երեխան կարա ձևավորվի միայն առողջ միջավայրում, որի մասին ես արդեն ցույց տվեցի նաեւ թվային տվյալներով գիտական աղբյուրների հիման վրա։ Ունենք հարցեր դալիճից։ Իսկ ենթասաղարթային թփերը։ Ինչը։ Ենթասաղարթային թփերը, որ օրինակ ճանապարհային հարկադիր գոտիների արանքում լինում է։ Հիմա կա Աբովյան փողոցում, բայց Միջնաշերտի մասն է խոսքը, Աբովյան փողոց։ Հա, դրանք պարտադիր են։ Ցանկալի է որ լինի, որովհետև այդ թփերը նախ աղտոտիչներ մեքենաների, իրանք ներքևի շերտում են։ Եվ նաև աղմուկի կլանման առումով եւ թփերը շատ մեծ նշանակություն ունեն եւ այն պահից, որ մենք սկսեցինք աշխատել քաղաքի հետ, առաջին տարին 20 թվականին մենք տնկեցինք Երևանում 500,000 թուփ, որտեվ թփերի կուլտուրան Երևանում շատ ցածր է, քիչ են տնկել թփեր, եւ շատ մեծ քանակով մենք սկսեցինք կանաչ ցանկապատեր ստեղծել, որտեվ սանիտարահիգիենիկ տեսանկյունից եթե դու նայում ես, եւ աղմուկի կլանման, եւ այդ արտանետումների կլանման առումով բնակչության շերտը, որը գալիս է արդեն փողոցից են կողմ, պաշտպանելու համար իրանք շատ մեծ դեր են խաղում, եւ երբ որ փողոցի եւ հետիոտը այդ անցնելու մասում մենք ունենք մեքենաների շարքը, հետո լինի կանաչ ցանկապատ, հետո լինեն բարձր ծառերը, ծառերի արանքում ավելի ցածր յարուսի ծառերը, այսինքն դուք բոլոր շերտերում անում եք այնպես, որ բնակիչը կամ հետիոտը, որ քայլում է, ինքը արդեն փողոցի այդ արտանետումներից եւ ընդեղից եկող բարենպաստ գործոններից պաշտպանվում է։ Ես ինչ եմ նաեւ փողոցի ծառերի նկատմամբ շատ սենց սրտացավ եւ վրդովված եմ այս գործողություններով, որ անում են, մենք հատում ենք բնակչության պաշտպանության առաջին շերտը, որովհետև փողոցի ծառերը առաջին հերթին են բնակչության խնդիրները լուծում եւ արտանետումներից պաշտպանելու առումով եւ աղմուկից պաշտպանելու եւ բաժանելով բնակչին այդ ճանապարհից։ Հիմա երբ որ մենք այս խոշոր ծառերը, որոնք որ խնդիր լուծող ծառեր էին, հանեցինք եւ նրանց փոխարեն տնկում են այդ խամաճիկ փոքրիկ ծառերը, որոնք մեկ երբեք այդ խնդիրները չեն լուծելու, որովհետեւ իրանք չունեն իրանց մեջ այդ հանձնարարականը տնկարանում, որտեղ որ ծնվում են, որ իրանք պետք է այդ ֆունկցիան դրսևորեն քաղաքային միջավայրում։ Так что պարտադիր է։ Ունենք հարցեր, ես էլի հարցեր ունեմ, բայց եթե դալիճում կան, խնդրեմ։ Երկու հարց ունեմ, առաջինը վերաբերում է նրան, ոնց հասկացա այս խնդիրը գլոբալ խնդիր է, մտքին է ու տարբեր երկրներ ինչ-որ կերպ ու ինչ-որ փուլերով լուծել են հարցը,
կուզեի իմանամ Հայաստանը որպես այդպիսին, որ հայ երկրների փորձի հետ է համեմատելի ու ինչ ժամկետներում ու ինչ միջոցներ են ենթադրում Երևանի այս մեծ խնդրը լուծելը, եթե կան ինչ-որ հաշվարկներ այդ տեսանկյունից, ու երկրորդ հարցը մենք որպես քաղաքացիներ ոնց կարանք դրական ազդեցություն ունենանք վիճակի փոփոխության տեսանկյունից։ Եկեք վերջից սկսենք, ուրեմն որպես բնակիչներ ես ձեզ ցույց տվեցի Եռաբլուրի օրինակը, բայց մենք մենակ Եռաբլուրը չենք այդպես արել։ Մենք այդպես արել ենք Վերածննդի այգին, մենք այդպես արել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու այդ ներքևի լանջը։ Մենք ինչ էինք արել, քանի որ շատ մեծ նշանակություն եմ տալիս բնակչության ներգրավվածությանը քաղաքի կանաչապատման գործընթացներին, այսինքն խնամքին քաղաքի նկատմամբ, որովհետև երբ որ քաղաքացին այդտեղ ինչ որ մի բան տնկել է, այդ ծառը իր համար հարազատ է, ինքը ամեն անգամ կողքից անցնելով ինքը չի կարա լինի անտարբեր, դա բնությունը ինքն է այդ ամեն ինչը կառավարում։ Եվ մենք արել ենք այսպիսի մի բան, սեզոնի սկզբին գարնան ծառատունկին եւ աշնան ծառատունկին, միջև դա հանրությանը տեղեկացնում ենք մեր էջով, որ մենք անելու ենք այս գործընթացը։ Մեզ Եռաբլուրի համար ապրիորի հիմա թվեր եմ ասում, մեզ պետք է օրինակ 30 հատ սոճի, 50 հատ գիհի, անում ենք նախագիծ, ոնց պետքա տուն կլինի, եւ ասում ենք բնակչությանը տարբեր կազմակերպություններին, որոնք ուզում էին մասնակցեին, եւ հետը միասին տալիս ենք չափորոշիչները, այսինքն եթե դա սոճի է, ինքը պետքա լինի 40 սանտիմետր, ինքը պետքա ունենա 3 շերտ ճյուղերի, պետքա լինի գլխավոր ճյուղը ձևավորված, սաղարթի բանի արմատային հատվածը պետքա լինի այս չափերի, այս ձևի եւ այլն եւ այլն։ Եվ տալիս ենք նաեւ մարդկանց, որոնք որ ուզում էին մասնակցեն այդ գործընթացներին, տնկարանային տնտեսությունների Երևանում, որոնք որ աշխատում են, տասնյակ հեռախոսահամարներ, ում ուզում եք զանգեք, սա է տվյալները, եւ մեզ պետքա որ դուք բերեք այս չափորոշիչներով, թե դուք որտեղից կբերեք, որ գնով կբերեք, գնացեք ընտրեք, գնացեք նայեք, որը որ կհավանեք, դա էլ կբերեք։ Եվ այդպես էլ անում էին, մենք օրինակ Pixart-ի հետ երբ որ անում էինք, իրանք եւ բույսերը բերեցին, եւ հողը իրանք առան, եւ ջրի մեքենաներ բերեցին, որ առաջի օրը որտեղ մենք ապրիլին ծառատուն կսկսում ենք, բայց ռոռոկման ջուրը մեզ տալիս են մայիսի վերջին։ Այսինքն մենք երբ որ ծառատուն կարեցինք, կարիք ենք ունենալու ջրելու մի քանի անգամ, միջև որ ընդհանուր ջուրը կմիացնեն։ Եվ կազմակերպության հետ հենց այդպես էլ խոսում էինք, ու ամենահետաքրքիրը կայանում էր նրանում, որ ես ինչքան սեղմում էի պահանջները, այսինքն ինչքան ավելի խստացնում էի այդ սա, այդքան ավելի շատ մարդիկ էին ուզում եւ այդքան ավելի շատ բույս էին ուզում առած լինեին, որ եւ երբ որ ես հարցրեցի, ինձ ուղղակի հետաքրքիր էր, ասի ես բան եմ անում, պահանջներս ավելի խստացնում եմ, դուք քանեք ավելի եք ուզում շատացնել, ասեցին, որ մենք ենթադրում ենք, որ եթե դուք տենց խիստ մատերիալի նկատմամբ եք, նյութի, որը պետքա տնկեք, այսինքն խնամքի համար լինելու այդ ամեն ինչը ավելի խիստ, որ ես էլ անպայման պետքա լինի էնել եւ հետո հետաքրքիր նաեւ իրանք էլ էին փնտրում իրենց հետ համագործակցողներին։ Այսինքն ինչ որ մի կազմակերպություն իրանց ընկերներին պատմում էին, նրանք շահագրգռվում էին, որ հա, ուրեմն տենց հետաքրքիր բան կա, միասին էին սկսում եւ նաեւ Եռաբլուրում մի շատ կարեւոր նաեւ սոցիալական գործ մենք արեցինք, զինվորների ծնողները եկան, զոհված զինվորների մամաները եկան, մենք մեծ ընկերական հիմա շրջապատ ունենք իրանց հետ, մենք միասին այդ ծառատուն կարեցինք ու իրանց համար դա նաեւ հոգին վերականգնելու, որովհետեւ բնությունը այդ միակ տեղն է եւ միակ բանն է, որ իրոք որ հոգին ամոքում է եւ դրա համար մենք կոչ էինք արել եւ իրանք մեծ սիրով եկան արեցին եւ ամեն անգամ հիմա էլ այդ ճանապարհով որ անցնում են, տենց ամեն անգամ ինձ նամակ են գրում, որ իմ սոճին սենց վիճակում է, այս հատվածը նենց վիճակում է եւ այլն եւ այլն։ Այդ ինչ կարա անի հանրությունը այս գործողությունները իրականացնելու համար։ Փորձի առումով համեմատականի մասով դուք ինչ էի նկատի ունեք, ծառերի փոխարինման ծրագիրը, ծառատունկը, կանաչապատման ինչ է էլի, որ փորձն եք ուզում։ Հիմա տեսեք, ծառերի փոխարինման ծրագրի առումով ես հիմա գնալու եմ Ուզբեկիստան հրավեր ունեմ, մեկ շաբաթ գնալու եմ այնտեղ նախ կոնֆերանս է եւ հետո իրանց նախարարի մոտ նաեւ այս հարցն է կանգնած, որովհետեւ ծառերը խորհրդային միության ժամանակ իրանք միաժամանակ են տնկվել եւ ռեգիոնի բույսերը իրանք շատ իրար նման են, այսինքն իրանք ունեն մեր հետ նմանատիպ խնդիրներ եւ իրանց համար շատ կարեւոր է որ մասնագիտական ուղղորդումը նաեւ այս ամեն ինչի շատ ճիշտ լինի եւ քանի որ ես հիգիենիկ ոլորտի
ոլորտի մասնագետ եմ, ես ծառաբան չեմ իմ կրթությամբ, իրանց համար շատ կարևոր է, որ դա հանրային առողջապահության տեսանկյունից լինի այնպես ինչպես որ հարկն է։ Դրա համար իրանք ինձ հրավիրել են եւ այնտեղ կան նաեւ իրանց շատ լավ մասնագետները, իրանք իրանց դպրոցը ունեն Միջին Ասիան եւ Կազախստանում շատ մեծ դպրոց կա, Կազախստանում Ալմատին ուղղակի ոնց որ Երևանը լինի։ Ես երբ որ իջա առաջի անգամ Ալմատիում, իմ մոտնես տպավորություններ փողոցներից մեկում, որ ես կանգնած եմ Սայաթ Նովայի վրա, որ ես Երևանում եմ, չկար այդ բանը, որովհետեւ թեղի ծառատեսակները փողոցը լուծված էր ամբողջությամբ մեր այդ նույն մոտեցումներով եւ գիտական առումով էլ օրինակ սովետի ժամանակ ոնց էր գիտական աշխատանքները կլիմայական գոտիներում արվում էին, մի տեղ արվում էին, մյուս տեղը ներդրվում էին եւ հիգիենիկ մասով այն աշխատանքները, որոնք որ արվում էին Ալմատիում, ուղղակի ներդրվում էին Երևանում եւ որոնք արվում էին Երևանում, ուղղակի ներեին դրվում Ալմատիում։ Դրա համար մենք այդքան նմանություններ ունենք, էլի։ Այ օրինակ Միջին Ասիայի երկրների փորձը մեր համար, որովհետեւ շատ լավն է իրանց մոտ եւ մակարդակի առումով եւ գիտելիքի առումով մեծ են պետությունները շատ մեծ ներդրումներ են անում նաեւ ֆինանսական եսի նկատի ունեմ, որովհետեւ կանաչապատումը դա թանկ հաճույք է։ Եթե դու ուզում ես գրագետ անես այդ գործընթացը, այլ ոչ թե ծառատունք ծրագիր ինչ որ բերես այդ ծառերը տնկես, դա բավական նաեւ միջոցներ է պահանջում։ Երբ որ մենք էինք անում, ես անում եի հետեւյալը, եկեք չտնկենք, ավելի լավ է չտնկենք։ Այս տարի զբաղվենք միայն ռոռոկման համակարգի հարցով, մյուս տարի կանենք ծառերի տունկի աշխատանքները։ Այսինքն մենք ունենք մի հատ puzzle քաղաքային կանաչապատում եւ այդ puzzle-ը մի քիչ հավաքում ենք, բայց այն գործը, որը արդեն արել ենք, մենք այդ գործին հետ չենք գալիս։ Այսինքն այստեղ ֆունդամենտալ արված է։ Ով էլ կգա ինձանից հետո շատ արագ ինքը կանի, որովհետև այստեղ համակարգը հավաքված է։ Այո, որ շարունակական լինի, որ չլինի այն հիմնական խնդիրը, որը մենք միշտ ունենում ենք։ Նախկին արես, նախկինը սխալվեց, նախկինը բերեց, այդ խոսույթից, որ մենք միշտ դուրս լինենք։ Եթե դու անում ես գրագետ, այն չափորոշիչներով, որոնք որ ընդունված են գիտության մեջ եւ այս ոլորտում, դա չի կարող լինի սխալ, անկախ նրանից թե ով է դա արել։ Դու արել ես չափորոշիչով, ոչ թե քո ճաշակով։ Օրինակ հիմա կանաչապատման ստրուկտուրայի տնօրենը ինքը սիրում է սակուրա, ինքը սիրում է ձիակասկ, ինքը սիրում է ինչ-որ ալբիցիա։ Հիմա մենք Երևանում տնկում ենք այն ծառերը, որը սիրում է անձ, որի պատմությունը Եվրոֆուտբոլի մենեջմենտն է։ Հիմա դա ինչ կապ ունի կանաչապատման ոլորտի հետ։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ ոլորտը գիտահենությամբ պետք է լինի, այլ ոչ թե տարբեր ղեկավարների ցանկությունով եւ տրամադրությունով եւ այլն։ Հենց այսօր եմ գրառում արել Facebook-յանի մեջին, որովհետեւ Լևոն Հովհաննիսյանի գիրքն էի կարդում, ես հիմա մի հոդված եմ գրում Ուզբեկիստանի հետ կապված եւ նայում էի դենդրոլոգ շատ ճանաչված եւ մեծ շատ վաստակ ունի դենդրոլոգիայում Հայաստանի եւ գրքում պարզ գրված է որ ձիակասկը ալբիցիան իլենին, այսինքն այն ծառերը, որոնք որ տնկվում են Երևանի դենդրոլոգիական բանում, միջավայրում, սրանք աննպատակ ծառատեսակներ են։ Այս բույսերը պետք չի տնկել։ Իսկ մենք ոչ թե պուրակում ենք այդ բույսերը տնկել, որ էլի գոնե մի քիչ պաշտպանված լինեն։ Բերել ենք փողոցում ենք տնկել, այսինքն բույսի համար էլ է վտանգավոր, որտեվ փողոցում այդ տնկին չէ, որ մենք ծառերը որ դրել ենք, դա նաև նոր տնկի մասին մտածելով էր, որտեվ ինքը փողոցի այդ անբարենպաստ գործոններից էլ է պաշտպանվում, որտեվ կիզի ճարևի տակ կանգնած չի, իրան պաշտպանում են, երբ որ ինքը արդեն մի քիչ կմեծանա, մենք էլ ամեն երրորդը կհանենք, իր վրա ավելի մեծ բաժին կլինի ու ինքը մի քիչ կսովորի։ Այսինքն նենց ինչպես մեր համար է, բույսերն էլ կենդանի օրգանիզմներ են, մենք պետք է ի վերջո ընկալենք, որ իրանք էլ այո շնչում են, այո իրանք տալիս են մեզ թթվածին, բայց իրանք նաև թթվածինը ստանում են իրանք կենսագործունեությունը ապահովելու համար։ Եվ չի կարելի այդ ձևով ծառերը էտել, որովհետև մեզ այդպես է հարմար, եւ մենք այդպես անում ենք շատ արագ, հազարավոր։ Մենք ասում ենք այն ժամանակ պետք չի։ Ես միշտ ասում եմ, ինձ պետք չի շատ։ Ինձ պետք է քիչ եւ որակով։ Դանդաղ կանենք այդ աշխատանքը չվնասելով ծառերը, որտեղ մեր վերջնական նպատակը ինչ է, որ մենք ցույց տանք, որ մենք շատ ծառետեցինք ու ավիրեցինք այդ ծառերը։ Ավելի լավ է դանդաղ կանենք նենց ոնց որ պետք է, բայց այդ փողոց կգանք 5 տարի հետո։ Ոչ թե ամեն տարի պետք կլինի նորից մտնել, նորից այդ նույն գործողությունը անել։ Սա փորձի առումով Միջին Ասիայի փորձը մեր համար կիրառելի փորձ է եւ նաեւ նրանով է պայմանավորված, գիտեք, դա ես գտնում եմ, որ ճիշտ չի, երբ որ մենք սկսում ենք խոսել Իտալիայում ոնց է, Գերմանիայում ոնց է, մենք չունենք Գերմանիայի ռեսուրսը։ Մենք կլիմայով իրանց հարմար չենք, իրանք չգիտեն մեր
առանձնահատկությունները, բայց Միջին Ասիային մենք մոտ ենք կլիմայով, մենք մոտ ենք ծառատեսակներով, նո նյութականով իրանք ավելի հզոր են բնականաբար, բայց ամեն դեպքում իրանք էլ իրանց տարածաշրջանում այդպիսի բույսեր չեն դնում, որոնք որ շատ ռեսուրս են պահանջում, որովհետև երբ որ դու բույսը տնկում ես, դու պետք է հասկանաս, որ դա պետք է լինի այնպիսի բույս, որի նաև խնամքն է, չէ՞ որ դա քո սեփական տարածքը չի, եւ դու չես կարող անվերջ ռեսուրսներ ծախսել այդ բույսը պահելու համար։ Այգեպուրակային տարածքներում դու կարող ես ունենալ մի քանի այդպես գեղեցիկ բարձր դեկորատիվ հատկանիշներով օժտված խնամք պահանջող բույսեր, բայց փողոցի պարագայում նման տիպի բույսեր, տեսեք, մենք հատում ենք թեղիները, որոնցով մենք բացարձակապես չենք զբաղվում։ Մենք փողոցի ծառերը չենք ջրում, փողոցի ծառերը խորհրդային միության ժամանակ լվացվում էին, առավոտյան շիթը պահվում էր տերևների վրայից, այդ փոշին լվացվում էր, եւ այն ժամանակվա փոշին, այս Երևանի փոշին չէ, որտեղ sense շինարարություն այն ժամանակ չկար։ Այսինքն սպառարտացում գոյություն չունի, բույսերի պաշտպանության հետ կապված ոչինչ գոյություն չունի, այսինքն մենք ոչինչ չենք տալիս թեղիներին, բայց ստանում ենք էկո ծառայություն։ Հիմա երբ որ մենք տնկել ենք սակուրա կամ ալբիցա, մենք պետք է անընդհատ զբաղվենք, չէ՞, այդ բույսով, որտեղ դա ռեգիոնի բույս չի, ինքը պահանջում է խոնավություն, նույնը վերաբերում է ձիակասկին, դու պետք է համապատասխան խնամք ցուցաբերես։ Իսկ ձիակասկի պարագայում вообще պրոբլեմ է, որովհետև նույնիսկ Եվրոպան հիմա ձերբազատվում է ձիակասկից, որովհետև միջատի գրող կա շատ ուժեղ եւ կլիմայի փոփոխության պարագայում ջերմաստիճանը բարձրանում է, կաշտանայի ջերմաստիճանը չի տանում։ Եվ ծայրից ծայրային նեկրոզան, նաեւ անտրոպոգենез մեքենաների մեծ ծանրաբեռնվածությունը նաեւ բույսերին է վնասում, եւ այս խնդիր ունենք։ Մենք էլ գնացել ենք այն երկրներում, որտեղ այս ծառը բնորոշ է, իրանք չեն կարողանում պահեն։ Մենք բերել ենք Երևանում ենք տնկում եւ գլուխ են գվում, որ մենք Երևանում ձիակասկ ենք տնկում։ Եվ ո՞րն է լինելու արդյունքը։ Հիմա ես ուղղակի այս ամեն ինչի մասին անընդհատ բարձրաձայնում եմ, որ վաղը չասեն, բա որտեղ էին այդ մասնագետները։ Ոնց որ ես հիմա ասում եմ, 30 տարի խորետ էին անում։ Ագրարային համալսարանի մասնագետները որտեղ էին, որ մի անգամ ելույթ չունեցան ու ասեին, որ չի կարելի։ Այանում էին ուղիղ հակառակը։ Այն ժամանակ եւ Ժիրայր Վարդանյանը եւ կա բաները, ռոլիկները ամբողջ համացանցում եւ այսօրվա գլխավոր դենդրոլոգը Տարոն Մարգարյանին օրինակ համոզում էին, որ թեղիների բուժման լավագույն տարբերակը դա խորեետն է։ Իսկ հիմա իրանք ասում են, ով ոնց ուզես ծառերը եկավ, այդպես ծառերը հիվանդացան, դրա համար ծառերը պետքա փոխենք։ Իսկ ով է պատասխան կրելու այս ահռելի վնասի համար, որ երևանցիներին եւ Երևան քաղաքին դուք տվեցիք։ Չկա ոչ մի պատասխանատու։ Կգան նորերը եւ ելի նորից կասեն նախկիններն են մեղավոր։ Ինձ մոտ մի հատ հարց կա, շինարարության փոշու մասին խոսեցինք, բայց ես ինչքան հասկանում եմ, Երևանում կան նաև այլ փոշու աղբյուրներ, օրինակ հանքերը։ Քարի, բազալտի հանք կա, չգիտեմ, ավազի հանքեր կա, վերահսկողություն կա հանքերի։ Ասենք շինարարության վրա տեսնում ենք չկա, ոնց որ թե, բայց գոնե հանքերի վրա կա։ Ցավոք սրտի, ճիշտ եք ասում, փոշին միասեռ չի։ Եվ երբ որ ասում են մենք օրինակ կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջաններում մշտապես ունենք 2-3 անգամ գերազանցում սահմանային թույլատրելի խտության։ Եվ մենք չգիտենք այդ փոշու կազմի մեջ, ավելի շուտ գիտենք ինչ տարեր են, բայց երբ որ մեզ ասում են գերազանցում sense, մենք չգիտենք ինչի մասն է խոսքը գնում։ Եվ բնականաբար այդ բոլոր տեսակի բաները, տեսակները փոշու այդ բանի մեջ լինելու են։ Եվ սա եւ հանքերին է վերաբերում, եւ վերաբերում է շինարարությանը, եւ վերաբերում է ուղղակի հողային ծածկին, որը որ բաց է, վերաբերում է եւ ծանր մետաղներին, ամեն ինչին վերաբերվում է։ Եվ շահառուն ի վերջո մարդու օրգանիզմն է, որ այդ ամեն ինչը կլանում է։ Վերահսկվում է, իհարկե չի վերահսկվում, որովհետեւ հիգիենիկ տեսանկյունից անպայման հանքերը պետք է ունենան հատուկ սարքեր են, որոնք որ խոնավություն են փչում, մանր բանի դիսպերսիայի փոշիացնում է ջուրը եւ տարածքում դա տարածում է, որ փոշին նստի այդ շինարարական եւ նաեւ հանքի աշխատանքի հետևանքով անպայման էկրանավորում է արվում եւ բացի էկրանավորումից, որ այդ ամենը դեպի ազատ տարածք բնակչության դեպի մաս չգա, բացի դրանից նաև սանպաշտպան գոտիներ պետք է լինեն, այսինքն կանաչապատման շերտ պետք է լինի, որը առանձնացնում է։ Հիմա այդ ամենը բանից բոլոր հիգիենիկ ստանդարտներից դուրս է, մենք նույնիսկ Երևանում գլխավոր հիգիենիստ չունենք, որը առհասարակ ինչ որ այդ նույն բաները նախագծերը նայում է ժամանակին խորհրդային միության ժամանակ նաև հիգիենիստներն էին ստորագրում այդ նախագծերը, որ այո մարդու առողջության համար այդտեղ ամեն ինչ շատ լավ է։ Մենք հիմա ուղղակի ոլորտը փակել ենք եւ ասել, որ վերահսկվում է, ոնց կարա վերահսկվի ինչ որ մի բան, եթե դրա մասնագետը գոյություն չունի։
Եթե մասնագետը գոյություն չունի, այսինքն դրա մասին խոսացող չկա, դրա մասին վտանգ իշխանությունը չի զգում, որտեղ իշխանությունը ամեն դեպքում չունի պատասխանատվություն բնակչության առողջության համար։ Հիմա Երևանը ուղղակի դրված է զոհասեղանին, որովհետև նաև այդ շինարարությունը, որ իրականացվում է քաղաքում, մենք ինչի համար ենք անում։ Մենք շինարարությունը իրականացնում ենք, որ մարդը ավելի երջանիկ, առողջ եւ բարեհարմար կյանք վայելի, չէ՞։ Բայց ես Հովսեփյան փողոցում եմ ապրում եւ իմ մոտ խնդրեմ է 1000 հատ մեքենա է անցնում, բաց թափքով են այդ մեքենաները, շինանյութ են տեղափոխում, բետոն տեղափոխող մեքենաներ են, որոնք աղտոտում են ամբողջ տարածքը եւ սարսափելի փոշի է։ Ոչ մաքրվում է, ոչ խոնավացվում է, ոչ շենքերը ծածկվում են այդ ցանցերով, որոնք որ ստանդարտի մեջ կա գրված, որ անպայման պետք է լինի, նույն խոնավացումը շինհրապարակի, մեքենաների անիվները պետք է լվացվեն, երբ որ շինհրապարակից դուրս են գալի, թափքը պետք է ծածկած լինի։ Ես խոսում եմ նրա մասին, ինչը որ օրենքի մեջ գրած է։ Այսինքն այնպես չի, որ մենք դա չունենք, այլ մենք ելի նորից ունենք վերահսկողության բացեր, որոնք որ ուղղակի չեն իրականացվում, այն ինչ որ օրենքի մեջ գրված է։ Երեք թե երեք չառաջորը ինձ Երևանցին նկարել ուղարկել Դալմայի մոտ իրականացվող շինարարությունից դեպի Լենինգրադյան փողոցեր դուրս գալի մեքենան բաց թափքով եւ մի սարսափելի փոշի տեղադրել էի համացանցում եւ հետո մի քանի ժամ հետո նկար ուղարկեցին, թե արդեն այդ ճանապարհի վրա բան են լցնում խճակար լցնում են, որ փոշին այդպես չբարձրանա, այսինքն պետք չի տենց անել, դուք որ մենք համացանցով ինչ որ աղմուկ բարձրացնենք, դուք հատվածային ինչ որ այդ հարցը լուծեք։ Եթե դա կա ստանդարտի մեջ, ուրեմն դուք պարտավոր եք կահավորել շինհրապարակը, ընդհանուր բոլոր շինհրապարակները, այլ ոչ թե այդ մեկը մենք տեսանք հարցը բարձրացրեցինք, իրանք այդ մի փոքր հատվածում ինչ որ գործողություններ արեցին եւ ցույց տալու համար, որ տեսեք մենք կարգավորել ենք հարցը։ Ես գտնում եմ, որ մենք ուղղակի այսօր մեր հիմնական խնդրեմը դա այդ հենց վերահսկողության բացերն են, որոնք որ կան, որ չի վերահսկվում ոլորտները այնպես, ինչպես որ հարկն են։ Իդրանջան ես կարելի եմ փոխանցեմ նախ ուսումնասիրություն հայտնել Իմ Վարդանյանին, այսչափ իսկապես արդիական թեմա այսօր արծարծելու եւ մեզ մասնագիտական զեկույց կայացնելու առումով եւ նաեւ շնորհակալություն ձեզ, որ ձեր կենտրոնում հնարավորություն եք տալիս այսպիսի մասնագիտական քննարկումներ։ Եվ հիմա ես եկա այս ամեն ինչ այսպես համոզելով եզրակացության, որ մենք այսօր ուրեմն էկո իրազեկման խնդիրներ մեր հասարակությունում։ Եթե իսկապես էկո իրազեկված ունիքես բոլոր բնապահպանական խնդիրներից այս կանաչապատման ուրեմն նշանակությունը իր առողջության վրա, իր երեխաների առողջության վրա, հոգեբանական, ֆիզիկական առողջության վրա, ես կարծում եմ, որ եթե այդ մի որոշակի ռազմավարություն մշակվի այդ իրազեկման, էկո իրազեկման, մեր հասարակությունը, մեր հանրությունը տեղից կշարժվի եւ այս անտարբերությունը, որ այսօր կա, ես տեսնում եմ, որ ոլորտում միայն Տիկին Վարդանյանն է, որ այս խնդիրները ժամանակ առ ժամանակ արծարծում են, եւ ես հետեւում եմ եւ ասում եմ բրավո այս կանոչը, որ այսպես հետեւողական այս թեմաների մասին խոսում են եւ ցավոք մեր քաղաքական մշակույթի բացակայություններ նպաստում են, որ ամեն ինչ քաոսային է, ամեն ինչից խոսում են, բացի մասնագիտական քննարկումներից եւ հասարակության ուշադրությունը կենտրոնացված ինչ-որ անհետեթ երևույթների վրա, մինչդեռ մենք ապրում ենք եւ պետք է մասնագիտական գնահատականներ ունենանք բոլոր ոլորտների վերաբերյալ եւ այս ոլորտը ամենակարևորագույն ոլորտն է իսկապես մեր առողջության համար։ Հիմա այստեղ պետք է որոշակի այսպես ռազմավարություն մշակել Տիկին Վարդանյան, ինչպես այդ էկո իրազեկման ուրեմն խնդիրը ամբողջ Հայաստանի Հանրապետության հասարակության համար դառնա լիարժեք հասանելի, մշակել բակային ուրեմն կանաչապատման, բակային տունք տնկեր իրականացնելու մշակույթ։ Տեսեք օրինակ Լենինյան ժամանակաշրջանում չէ ուսանողները, շատ ներգրավված են եղել, այո։ Մասնակցում էին ասենք կանաչապատման եւ տնտեսական գործողությունների։ Այսինքն բուխրուց այո այդ էկոկրթությունը, որ այսօր շրջակա միջավայրը պրոստեն դեպսիկը մասնագիտական առարկա, որ այսպես ուղղակի մի բան թերթեցին ու անցավ, բայց դա մեր կյանքն է։ Բնությունը օրինակ եթե ես մի որոշակի ժամանակահատված բնության մեջ չեմ լինում, ես իսկապես ես զգում եմ, որ ես այլևս խեղդվում եմ։ Ես այլևս դեպրեսիայի մեջ եմ գտնվում։
ես կարիք ունեմ, գնամ այգի նստեմ, չգիտեմ զբոսնեմ, ես իսկապես դրա կարիք ունեմ, հա։ Եվ հիմա մենք հետևողական ձևով պիտի մի հատ ինչ-որ ծրագիր մշակենք, Տիկին Բաղդանյան, այն բոլոր մարդիկ, ովքեր շահագրգիռ են, ցավոք օրինակ ես ինձ կարող եմ ասել, որ իմ քաղաքական գործունեության շրջանակներում այնքան բազմազբաղ են, որ այս ոլորտին հավոր պատշաճի ուշադրության չի բաժանացրել, եւ այսօրվա ձեր մասնագիտական ծրագրի զեկույցը թող դառնա այն սկիզբը, որ մենք ավելի լուրջ վերաբերմունք ունենանք այս խնդիրների նկատմամբ։ Եվ միասին համագործակցելով մշակենք մի հատ ռազմավարություն, ինչպիսին է պիտի լինի Երևան քաղաքին, ինչու ոչ նաեւ մեր մյուս Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներին է։ Իսկապես այդ որը իրականացնում են, բերում են ամբողջությամբ ծառը կտրում են, հա, եւ էսթետիկ տեսքից է զրկվում, եւ այն բոլոր խնդիրները, որ արծարծեց Տիկին Բաղդանյան, այդ խնդիրներն են առաջացնում։ Լավ, միջև երբ պիտի մենք այսպիսի վերաբերմունք ունենանք մեզ շրջապատող բնության եւ ինքներս մեր նկատմամբ։ Ես ուղղակի չեմ։ Ես ամբողջությամբ համաձայն եմ, դուք պատկերացնում եք, երբ որ իմ մոտ գալիս են իմ գործընկերները, որոնց մոտ ես գնում եմ, անընդհատ խոսում եմ, իրանք պահանջարկը ունեն, որ շփվեն, ես է սաղ պատմեմ, խոսեմ, եւ հետո վերջում գալիս են եւ տեսնում են Երևանում իրականացվող այդ բարբարոսական էտը, որտեղ դա բարբարոսություն է կենթանի օրգանիզմի նկատմամբ, եւ նաեւ այլ ծառերի փոխարինման ծրագրի մասին ես ուղղակի չեմ ասում, նահանգներից հյուրեր ունեի, որ փողոցներում Սայաթ-Նովայի վրա այդ ծառերը տենց ընկած էին, զանգել էր հեռախոսում լաց էր լինում, ասում էր մեր պետության մեջ դուք չեք պատկերացնում ինչեր կլիներ այդ մարդկանց հետ, որոնք որ իրանց թույլ կտային սենց բան անեին։ Այլ ես չեմ ասում ավելի ճապոնացիների օրինակ սակուրայից են խոսում եւ գլխավոր դենդրոլոգը երբ որ սակուրաները տնկել էր բանի Մոսկովյանի վրա, ասում էր մենք տուրիզմ ենք զարգացնում, տուրիստները կգան, սելֆիներ կանենք ծառերի տակ, բան ուղղակի ծիծաղ էլի։ Նախ սկսենք նրանից, որ այդ սակուրան իրական սակուրան չի, նա կյանքում սակուրա չի դառնալու այդ նորմալ մեծ ծառերը, դա խամաճիկ այդ փոքրիկն է մնալու մեկ, եւ երկրորդը երբեք ոչ ոք չի գալու Երևան եւ պետք էլ չի որ գա Երևան։ Ճիշտն ասած, երբ որ Ծիծեռնակաբերդի այդ ես ամենաշատ այդ ժամանակ էի ջղայնացել, ես Ծիծեռնակաբերդը լրիվ ուրիշ ծրագրով էի ուզում կանաչապատել եւ նաեւ քաղաքապետի հետ ունեի այդ պայմանավորվածությունը։ Ես ուզում էի անել հետեւյալը, երբ որ մենք ֆունդամենտալ ամբողջ աշխատանքը կվարչացնենք, պայմանավորվել է իմ գործընկերների հետ տարբեր երկրներում, որ իրանք կգային եւ կբերեին իրանց հետ իրանց ռեգիոնում ծիրանենի։ Եվ ես ուզում եմ այդ լանջը ամբողջությամբ սարքեի ծիրանենու լանջ, որ գային ոչ թե մենք սակուրան տնկենք, ասենք եկեք Խանամին Երևանում է։ Հիմա այս տարի մենք որոշել ենք, մեր մոտ է ծաղկում, եկեք հիացեք։ Մենք ունենք մերը եւ նաեւ Ծիծեռնակաբերդի այդ տարածքը ինքը սովորական տարածք չէր, չէ՞ որ դա ունի իր մեջ խորհուրդ եւ վերածննդի ինքնին խորհուրդը կլիներ Գառնանը ծաղկող ծիրանենին, աշխարհի տարբեր ռեգիոնների ծիրանենին, որը տարբեր ժամանակներում կծաղկեր։ Մենք այո հետը կունենայինք նախագծի մեջ տարբեր այլ բույսեր էլ, բայց հիմնական ոնց որ երբ որ սիմֆոնիա ես գրում ինքը ունի իր հիմնական մեղեդին, չէ՞, եւ հիմնական մեղեդին պարբերաբար կրկնվում է սիմֆոնիայի մեջ։ Այդ տվյալ դեպքում ես ուզում եմ որ այդպես մենք անենք եւ այդ սիմֆոնիան հիմնական բանը խաղային, որտեղ այնտեղ մի քանի ծիրանենիներ, մեծ ծիրանենիներ կային եւ ոնց որ ուզում էի համ կլրացնեին, համ էլ որ մեր համար բնորոշ բան լինի, որովհետեւ ինձ դուր չի գալի, որ մենք անընդհատ ինչ որ մեկինը պետք է անենք, չէ՞ որ մենք այն պետությունն ենք եւ այն պատմությունն ունենք, որ մենք մերը կարանք զարգացնենք եւ ես ամեն անգամ ասում եմ, ունենք ճապոնական այգի, ունենք անգլիական այգի, ունենք ֆրանսիական այգի եւ այլն, որն էր հայկական այգու մշակույթը, եկեք մենք մեր այգու մշակույթը զարգացնենք եւ մենք մերը տարածենք, որովհետեւ էլ եմ ասում, Հայաստանի Հանրապետությունը միսի պետությունը, որ ինքը ունի բոլոր ռեգիոնները եւ փաստացի այն կենսաբազմազանությունը, որը շատ քիչ պետություններ ունեն եւ կարող են մրցակից լինել մեզ։ Մենք պետք է մեր արժեքը գնահատենք, ամենակարևորը։ Իսկ ֆինանսական կողմը, օրինակ, ենթադրենք քաղաքի կենտրոնը մասնագիտական ձևով այդպես կանաչապատում է, մոտավորապես ֆինանսական բյուջեի վրա ինչ։ Գիտեք, այդպես հնարավոր չի ասել, ինչքան բյուջեի վրա դա կնստի։ Մենք կարող ենք ռազմավարությունը մշակում է հետևյալ կերպ։ Դու ունես
տեսլական, օրինակ 10 տարվա կտրվածքով, հա, 10 տարվա կտրվածքով քո առաջնահերթությունները ոլորտում որն են, դու ինչ ես ուզում անես եւ դու ինչ ես ուզում ստեղծես եւ մի քիչ փոքր ճանապարհներով ցանկացած բյուջեով կարելի է դու կարող եք եւ չթից շատ գեղեցիկ շոր ստանաք եւ թավիշից ստանաք, կախված է նրանից թե դերձակը ինչքանով մասնագետ է իր ոլորտի, անպայման չի որ դա լինի միայն թավիշ, որ լինի այն տեսքը, որ պետք է, բայց պետք է անել գրագետ, այսինքն եթե նույնիսկ փոքր բյուջետով դու գրագետ ես աշխատում, դու կարողանում ես ստանալ այն ինչ որ պետք է, երբ որ տեսեք, երբ որ ես Վարդանոսների ծրագիրը արեցի, ես քաղաքապետին խնդրեցի այն ժամանակ մեր համար դա սարսափելի մեծ գումար էր, ես խնդրեցի, որ Պարսկաստանից մենք ներկրենք վարդերը, որովհետև մենք այդ տեսակը վարդի այստեղ չունեինք եւ մենք բերել ենք 20,000 հատ, 30,000 հատ արդեն չեմ հիշում, 10,000-ը ես պահեցի տնկարանում, որ տնկարանում սկսենք կտրոնավորենք, որ մենք այլևս երբեք այդ վարդի տեսակը չառնենք, այսինքն մենք արեցինք կենտրոն վարչական շրջանը, որ կենտրոնում ֆունդամենտալ անենք, ցույց տանք, մերոնք սովորեն խնամքի առանձնահատկությունները, բուժման առանձնահատկությունները եւ այլն, եւ հետո արդեն սեփական տնկանյութով մենք այդ անենք արդեն մնացած վարչական շրջաններում տարածենք եւ մեր ծաղկանոցները հիմնականում փոխենք վարդանոցների, որովհետեւ այդ բույսը արևի բույս է, ինքը Երևանում իրան արտակարգ զգում է, ամբողջ պատմությունը Երևանի բոլոր նկարներում էլ այդ բույսը կա եւ մի անգամ տնկում ես եւ պետք է ամեն անգամ այդ փոփոխությունը անել, որտեւ նաեւ կանաչապատման մեջ դուք պետք է ձեր բանվորների մասն էլ մտածեք։ Հիմա քաղաքապետարանի դիմաց նախորդ տարի $65,000 ծախսեցին, այդ ծաղկանոցը սարքեցին։ Դրա նպատակը ո՞րն է։ Միլիոնավոր ծաղիկներ են, բանվորները կռացած, այդ ծաղիկները կիզիչ արևի տակ, ծածկվելու ոչինչ չկա, երկու կողմից մեքենաներ են, արտանետումներ է, եւ ստացվում է, որ ձեր բանվորները 5-6 բանվոր այդ հարկադրված դիրքում այդքան ժամ կիզիչ արևի տակ արտանետումների ազդեցության տակ աշխատում են։ Դրա նպատակը ո՞րն էր։ Այդ ճարտարապետական մեծ արժեք ունեցող շենքի մոտ շատ գեղեցիկ է քաղաքապետարանի շենքը, չէ՞։ Արված էր շատ գրագետ կանաչ միայն այդ հատվածը։ Խնամված նորմալ սիզամարգեր, ավտոմատ ոռոգման ցանցը անցկացված էր, ոչինչ պետք չէր անել, պետք էր ուղակի խնամել։ Բերեցին, սարքեցին հազարավոր բույսերի տնկարանային տնտեսություն։ Ինչի համար է դա պետք։ Այդ գեղեցիկ շենքից շեշտը պետք չի գցել կանաչապատման վրա եւ ամբողջ էլի նորից հոկտեմբերից մինչեւ ապրիլի վերջը, երբ որ դու այդ ծաղիկները պետքա տնկես, այդտեղ բաց հողի մակերես է։ Մարդիկ մի բան մտածել էին, որ արել էին այնց, ոնց որ պետք է, եւ այդ ճարտարապետական արժեք ունեցող շենքի վրայից ոչ մի ուշադրություն չէր իջել դեպի այդ անհասկանալի ծաղկանոցը։ Կարծում եմ հասարակության ուշադրությունը պետք է Տենց շենք է, նայում ես այդ շենքին, սենց հաճույք է ստանում, սիրտդ բացվում է։ Ուրեմն առաջի անգամ երբ որ եկանք, տեղ ինչ որ մի հատ նշան էր արված, ասում եմ, ես էլ տենց ինձ հետաքրքիր էր, ասում եմ, էս ինչ է, անհասկանալի բույսեր անորակ։ Ասում եմ, ոնց դուք չեք հասկանում, շենքի ճակատի վրա բանը ճարտարապետը նշանն արել, այդ նույն նշանը կրկնել ենք գազոնի մեջ։ Ուրեմն գազոնի մեջ այդ բանը խոտը մտել է այդ ծաղիկի մեջ, անհասկանալի չկարդացվող ինչ որ մի բան է, մի ամիս ինչ որ այդ կոնտուրն է, դրանից հետո անհասկանալի մոլախոտերից ինչ որ մի բան է, ինչի համար, երբ որ կանաչ, շատ գեղեցիկ սիզամարգեր խնամված եւ այդ 2007 թվականն էր կարծեմ այդ Ռուսաստանի հրապարակը որ բացեցին, այդ ժամանակներից քաղաքը այդքան ռեսուրս է ծախսել, որ այդ սիզամարգը պահի, որ այդ անընդհատ ջրվի, այդքան խուզեն բանվորները եւ այլն։ Այսինքն մենք գտանք խնդրեմ այնտեղ, որտեղ այդ խնդրեմը вообще չկար։ Երևանը 1000 հատ ուրիշ խնդիր ուներ, այլ ոչ թե մենք այդտեղ այդ ծաղկանոցը բացենք, հիմա էլ մտածենք, որ ամեն գարուն այդտեղ բերենք հազարավոր ծաղիկներ տնկենք, հետո էլ խնամենք։ Լավ, Տիկին Վարդանյան, ես եւս երկու հարց ունեմ ու սահմանափակվենք, որովհետեւ ժամանակն էլ արդեն ահագին անցել է, հա։ Կուզեի խոսենք Երևանի մերձակա անտառների մասին, օրինակ Ջրվեժի անտառապարկը կա եւ ինչ վիճակում է այս առումով Երևանի մերձակայքը կանաչապատման, անտառապատման, այս դեպքում անտառը։ Քանի որ անտառը եւ քաղաքը իրանք շատ տարբեր են։ Քաղաք անտառը ամեն դեպքում ինքը իրան պահպանում է եւ այդքան միջամտության կարիք չունի, ոնց որ քաղաքային միջավայրը։ Եվ Ջրվեժ անտառպարկը ինքը Երևանի ենթակայության տակ չի, մենք այդտեղ անելիք չունենք։ Մենք այսինքն ոչ խնամքի աշխատանքներ ենք իրականացնում, ոչ բան։ Ես եղել եմ վերջի անգամ 1 տարի առաջ, վատ չէր,
ճիշտն ասած ընդհանուր վիճակը վատ չէր, դե իրանք մշտական տենց աշխատանքներ են, որ իրանց մասնագետները անում են, ու ընդհանուր առմամբ երկրի վիճակը հաշվի առնելով, մեր տնտեսական վիճակը հաշվի առնելով եւ իրանց հնարավորությունները, փորձել են անել, որ համենայն դեպս բավարար վիճակում պահպանեն այն ինչ որ ժամանակին էլի նորից ձեռքով ստեղծված է։ Մենք մեր բնականը ցավոք սրտի չունենք։ Ես գնացել էի Կազան, այնտեղ իրանց գլխավոր ճարտարապետի հրավերով գնացել էի մասնագիտական ուրեմն խորհրդատվության բանով, նպատակով, եւ երբ որ տեսնում եմ իրանց այդ բնական անտառները, այդ գետերը, Վոլգան եւ ահռելի այդ շատ դրական ազդեցություն տասնյակ գետեր, բնական մեծ խոշոր անտառներ, այդ թվում շատերև անտառներ, այսինքն այն հարստությունը, որը մենք նույնիսկ մոտիկ չունենք։ Դրա համար մենք գոնե մեր ծառերից սակավաթիվ պետք է ուղղակի sense դողանք էլի, որ ոչ մի ավելորդ ճուկ չհատվի, որ մեր ծառերը կարողանան կանգուն մնան, եւ շատ անգամ ինձ ասում են, չէ, որ դուք ժամանակին ասում եք իմ հարցազրույցից տենց վերցրել մի հատ կտոր են կտրտել եւ իշխող ուժը տարածում է, որ դուք ասում եք ծառերը կտրեք, տասնյակ անգամ արդեն բացատրել եմ, որ ես չէի ասում ծառերը կտրեք, երևի գոնե մեկ ծառ ինքս կտրած կլինեի, եթե տենց համոզված էի։ Այ անում էի պիլոտ նախագիծ, որ մենք ուսումնասիրենք, որ մենք մշտադիտարկենք, մենք հասկանանք, մենք ոնց ենք լուծում։ Այ եթե մենք սկսեինք բուժել 2, 3, 4 տարի մենք անում ենք հետևողական աշխատանք, բույսերից պատասխան չենք ստանում, այդ ժամանակ մենք պետք է անեինք հատումներ, նորից եմ կրկնում, որովհետև դա նաև միջազգային փորձագետների հետ եզրակացության եկած մի հատված էր, որ բայց էլի նորից եմ կրկնում, միանշանակ բուժման աշխատանքներ իրականացնելուց հետո այս մարդիկ այդ նպատակը չեն հետապնդում, որովհետև այդ տրակտոր մասնագիտական, որ ես ցույց տվեցի նկարում, մենք դուրս եկանք 21 թվականին, միջև այսօր այդ մի հատ տրակտորն է մնացել, բայց այս աշխատանքների մեջ շատ կարևոր է, որ դուք միամոմենտ ամբողջ քաղաքում այդ աշխատանքները անեք, եւ այս տրակտորի առավելությունը կայանում է նրանում, որ ինքը փոշիացման շատ բարձր մակարդակ է ապահովում, եւ այդ փոշին դեղով նստում անմիջապես տերևների մակերեսի վրա, այլ ոչ թե սենց ծորալով կաթում է, ոնց որ մեր սովորական այդ սրսկիչներով որ անում են, նախ բանվորի վրա թափվում եւ իր համար է դա շատ վտանգավոր եւ արդյունավետությունը չունի այդքան, նաեւ մղման բարձրությունը, իսկ սրա մղման բարձրությունը բավական բարձր է եւ դա էլ է կարեւոր, որ դու վերևի մասն էլ, որտեվ միջատը շատ խելացի է, երբ որ դու ներքևից անում ես, ինքը բարձրանալու է դեպի վերևի մասը, կամ տեղաշարժվի վարչական շրջաններով։ Դրա համար կարեւոր է, որ դու միամոմենտ ամբողջ այդ բուժական աշխատանքները անես, որ ամբողջ քաղաքը ծածկես։ Այ դա է շատ կարեւոր։ Բայց ինչի՞ չէի կառնում տեխնիկա ավելացնեք, որ այդ աշխատանքի արդյունավետությունը շատանա, այլ ոչ թե ծառերը հատեք։ Այսօր թեղիներն եք հատում, խնդիր ունի, վաղը կաղնիներն եք հատելու, որտեվ խնդիր ունի, հետո էլ հացանիները պետք է հանդեք, ասեք, որ խնդիր ունի։ Այսինքն, եթե մեզ բերեն երեխա ու մազերին ոչլոտություն կա, մենք պետք է ասենք էվտանազիայի ենթարկենք, որովհետև ոչլոտությունը տարածվելու է մանկապարտեզի մնացած երեխաների վրա։ Այսինքն, սա այս մտածելակերպն է։ Եվ միջատի դեմ պայքարը ունի շատ լավ արդյունավետություն, ինչն էլ որ մենք տեսանք։ Եվ ամենատարօրինակը, երբ որ մենք Թումանյան փողոցում բուժեցինք ծառերը, մենք ծառերը սկսեցինք հատել այն ժամանակ, երբ որ թեղին արդեն թեղու տերևակերի խնդիր չունի։ Ամենասարսափելին դա է։ Այն էլ 5 անգամ ավելի պակաս ապահովատության պարագայում, ինչը ուղղակի վրդովեցնում է։ Լավ, եւ վերջի հարցին անդրադառնանք, սա հնարավոր է ձեր մասնագիտական ոլորտից դուրս է, բայց ամեն դեպքում ձեր կարծիքը կուզեմ իմանալ, խոսում է Երևանի խնդիրներից մեկը լուծման տարբերակ որպես Երևանի ապակենտրոնացումը։ Այս առումով ինչ առաջարկներ ունեք ապակենտրոնացում ինչպես կազմակերպել Երևանից, որ եւ այս շինարարությունը չխեղդի եւ այս տարածքները դա շատ կարեւոր բան է եւ դա միայն ոչ թե Երևանի մասին է, դա ոչ հանրապետության մասին է, որովհետեւ մենք այսօր մեր սխալ քաղաքականության հետևանքով այդ հարցի շուրջ ստեղծել ենք հանրապետությունում այնպիսի մի հատ իրավիճակ, Շերեփուկի պատմությունը, մի հատ մեծ գլուխ ունեցող Երևան եւ բացարձակապես չզարգացած ծայրամասեր։ Ուղիղ հակառակն է պետք անել զարգացնելու համար եւ նույնն էլ վերաբերում է Երևանին։ Դա քաղաքապետարանի ինքնին տիրույթն է։ Այսինքն շինարարական թույլտվությունները կենտրոն վարչական շրջանում ուղղակի պետք է արգելել եւ կենտրոնում բնակչության կենսագործունեությունը ապահովելու նպատակից ելնելով
ուղղակի թույլ չտալ եւ արգելել եւ տանել այս ամեն ինչը դեպի ծայրամաս։ Եվ ոչ միայն շինարարությունը բնակելի շենքերի, այլ շինարարությունը նաեւ եւ զարգ տալը նաեւ ժամանցի կենտրոնների եւ այլն, որ եւ Մալաթիա Սեբաստիայում, եւ Նորքում, եւ Նուբարաշենում մեր աղբավայրն է, ամենամեծ խնդիրն է։ Մենք Նուբարաշենի բնակիչների համար ինչ հետաքրքիր բան ենք կազմակերպում, որ այդ մարդիկ էլ մաքսիմալ ձևով այդ բացասականը, որը իրանք կրում են, անմիջապես կրողը իրանք են, իրանք առողջության վրա է անդրադառնում մեր սխալ կառավարած ուրեմն աղբավայրը եւ ամբողջ ամառը տեղ մենք հրդեհներ ունենք։ Այսինքն այս ԱՊԱ կենտրոնացման հարցը ուղիղ քաղաքապետարանի տիրույթում է եւ քաղաքապետարանի կազմակերպչական աշխատանքի մեջ է։ Եվ եթե քաղաքապետարանը հաջողի այս գործողությունը իրականացնելու հարցում ուղղակի կարելի է այդ փորձը էքստրապոլացիա անել նաև ամբողջ հանրապետության վրա եւ ոչ թե Երևանի կենտրոնում կենտրոնացնել բոլոր կառավարության հետ առնչվող եւ երբ որ նայում ես մեքենաներին այդ խցանումների տարբեր խնդիրների զարգացման մեջ կառավարությունը եւ պետական ապարատը ունի ամենամեծ մասնակցությունը եւ միգուցե պետական ապարատը պետքա տարբեր մարզերում նաեւ տեղակայված լինի եւ ինչ որ ձևով նաեւ հարցերը այս ձևով լուծվեն եւ նաեւ անպայման եւ այդ շինարարությունը որ քաղաքի կենտրոնում չլինի եւ Երևանում չլինի, այլ նաեւ մարզերում լինի եւ մարզերը զարգացնեն։ Բանը նաեւ սահմանամերձ գոտիներում ահավոր կարեւորություն ունի, ասում մարդիկ չեն ապրում, որովհետեւ պայման չկա։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ հավելյալ ռեսուրսներ պետք է ծախսենք, որ մարդիկ այդ տարածքներում մնան, այդ տարածքները զարգացնեն, որովհետև ամեն դեպքում դա իրենց հարազատ տարածքն է, այդտեղ են իրենց գերեզմանները, այդտեղ են իրենց հարազատները, պետք չի որ իրանք գան Երևան։ Եթե շատ անգամ է լինում նստում ես տաքսի եւ վարորդը Գյումրիից է, վարորդը այլ մեր բանից է, քաղաքից է, հանրապետության, եթե իր մոտ այդ հարցերը լուծված լինեն։ Ինչի համար գյումրեցին պետքա վերկանան գա Երևանում, որտեղ ինքը չի սիրում, գյումրեցիները չեն սիրում Երևանում լինեն։ Իրանք սիրում են իրանց քաղաքը, եւ դա բնական է։ Այսինքն մենք դա լրիվ պետության, կառավարության եւ Երևանի քաղաքապետարանի Երևանի օրինակի համար լուծելու հարցը, որը շատ կարեւոր է, ես էլ եմ գտնում, որ շատ կարեւոր է այդ հարցը Երևանում նորմալ զարգացնելու համար։ Շատ լավ եւ եթե կիսատ բան կա ամփոփիչ ինչ որ Չէ, չունեմ ամփոփիչ, տենց ասելու, ուղղակի անverջ իմ ասելիքը հենց այդ է, որ կանաչապատում առողջության մասին է, որ մենք պետք է հասկանանք, որ բնությունը դա ինքնին մենք ենք այդ բնությունը, եւ եթե մենք վնասում ենք բնությանը, մենք վնասում ենք հենց մեզ, որովհետև ինչպես կոവിഡ്ը ապացուցեց, բնությունը առանց մեզ արտակարգ ապրում է։ Հիշում եք, բնությունը վերականգնվել էր, օդի ավազանը լավացել էր, որտեղ ինքնաթիռներ չէին թռնում, չկային հիմնական աղտոտիչները, եւ բնությունը վերականգնվում էր։ Մենք խնդիր ունեինք։ Եվ մենք պետք է հասկանանք, որ չմտածելով բնության մասին մենք ենք խնդիրներ ունենալու, իսկ դա անմիջականորեն անդրադառնալու է մեր առողջության վրա, մեր կյանքի որակի եւ շատ կարեւորում եմ փոքրիկների հետ աշխատանքը, որ մեծերը փոքրիկների հետ աշխատեն եւ շատ նաեւ կարեւորում եմ ձեր ասածը, որ խորհրդային միության ժամանակ հենց այնպես չէին այդ ծառատունք ծրագրերը, կոլեկտիվով որ գնում էին այդ գործողությունները անում էին, դա նաեւ մերձեցնում էր, դա նաեւ ընդհանուր հետաքրքրություններ ստեղծում, դա նաև կոլեկտիվիզմի այդ բան ուներ իր մեջ եւ նաև երբ որ դպրոցի տարածքում ինչ որ բան կար տնկված, ինչ որ բանի մասին խնամում էին, իրանք ունեին ընդհանուր հետաքրքրություններ։ Իսկ հիմա այս թվային տեխնոլոգիաները բերել են նրան, որ մարդիկ դառել են շատ միայնակ։ Իրանք ապրում են այս հեռախոսի մեջ եւ փոքրիկների համար սա շատ վտանգավոր է, որովհետեւ երբ որ ինքը այստեղ խաղում է իր ընկերոջ հետ, ցանցային խաղի ընթացքում, սոցիալական նրանց սոցիալիզացիայի խնդիրները չեն լուծվում եւ այն պահից, որ ինքը ջղայնացավ իր ընկերոջ վրա, ինքը ուղղակի անջատում է, փակում է համակարգիչ կամ հեռախոսը, ել չի խաղում, բայց իրական կյանքում այդպես չի։ Երբ որ իրան ջղայնացրեցին, ինքը պետքա ինչ որ գործողություն անի, որը ենթադրում է, որ նաև պատասխան գործողություն է լինելու, բայց ինքը մարզված չի այդ գործողությունները անելու, որովհետև սոցիալական հմտություններն էլ են կարիք ունեն մարզվելու, սովորելու, կրթվելու քո նմանի հետ եւ փոքրիկների մոտ այդ բաների մենք ունենք հայալանման նեյրոններ, երեխաները ասելով չեն սովորում, երեխաները տեսնելով են սովորում, որովհետև իրանց մոտ կրկնելու վրա է այդ ամեն ինչը։ Դրա համար պավտարյաշ կա, նույնիսկ այդպես ենք ասում փոքրիկներին, որ ինքը ամեն ինչ դու ասում ես, ինքը քո հետևից կրկնում է, դու անում ես, ինքը քո հետևի, այ եթե մենք ուզում ենք, մենք պետքա լավը իրանց մոտ սերմանենք, ճիշտը իրանց մոտ ցույց տանք, որտեվ երեխան երբեք իր կամքով չի վնասի կենթանուն, իր կամքով չի կոտրի ծառը, այսինքն ինքը դա կամ պետքա տեսնի ինչ որտեղ
ու կրկնի այդ երևույթը, եթե մենք հակառակը զարգացնենք եւ մանկապարտեզի տարիքից զարգացնենք, մենք ի վերջո կունենանք այդ մշակույթը եւ շատ կարեւոր է, որ ամեն մեկի խնդիրը սա լինի եւ ինչքան հնարավոր է շատ սա լսեն, մարդիկ հասկանան, որ հետ վերադարձ է պետք դեպի բնություն, այսինքն հետ վերադարձ դեպի ինքնին մեզ։ Շատ շնորհակալ եմ։